Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մենք Լիլիթի հետ այսօր մի հետաքրքիր ֆորմատով եւ ձևաչափով ենք որոշել հանդես գալ։ Մեր Անդրանիկ թողարկումն է, այսպես ասենք, ոդկասթային ֆորմատով։ Որոշել ենք համով հոտով զրույց անցկացնել մեր հայրենակիցների հետ իրականում եւ հետագա շարունակականությունը իրականում կախված կլինի հայրենակիցների լայքերից, տարածումներից Եվ իհարկե տեսակետներից, կարծիքներից, մեկնաբանությունների դաշտում գրվող։ Լիլիթ ողջույն։ Ողջույն Հարություն։ Ես առաջարկում եմ ակտուալ այս պահին թեմաներին անդրադառնանք, քաղաքական դաշտում տարածված։ Դրանցից մի քանիսը կառաջարկեմ հենց դու ինքդ առաջարկես եւ դրա շուրջ քննարկում ծավալենք, զրույց ունենանք։ Կառաջարկեմ մեր զրույցը հիմնականում այդ քաղաքագիտական տերմինոլոգիայից, գիտահետազոտական, միտահետազոտական, անհասկանալի մեր հայրենակիցների համար տերմինոլոգիայից որքան հնարավոր է զերծ պահենք մեր հայրենակիցներին եւ զրույց ունենանք, բացատրենք թե ինչ իրավիճակում ենք հիմա, ուր ենք գնում ենք թե չենք գնում, տեղում դոփում ենք, գնում ենք մայիսին Վլադիմիր Պուտինի հետ պարադի Գնում ենք Եվրամիություն, ինչ ենք անում մենք առհասարակ։ Դե ես որքանով հասկանում եմ Նիկոլ Փաշինյան արդեն իր որոշումը կայացրել է գնալ մասնակցելու մայիսին այսպես կոչված տոնակատարությունների։ Ես դեռ կասկածում եմ Լիլիթ, ես դեռ կասկածում եմ իմ կարծիքով Նիկոլ Փաշինյանը վերջին պահին կորոնավիրուսի թեստ կհանձնի եւ կպարզվի, որ նա ցավոք սրտի հերթական անգամ կորոնավիրուսով է վարակվել։ Կես կատակ, կես լուրջ։ Դա էլ է հնարավոր, իհարկե հոգու խորքում կարծում եմ Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում գնալ, հատկապես անվտանգության երևի խնդիրներ էլ ունի, որտեվ բամբասանքներ կան, որ նա իր անձնական կյանքի համար էլ անվտանգության համար էլ է մտածում, թունավորվելու եւ սա իհարկե հումոր է եւ այլ սցենարների դեպքում, բայց եթե գնում է, իմ տեսակետը որն է, կարելի է գնալ եւ հարցադրումներ անել Ռուսաստանի ղեկավարին, բարձ խոսել, որքան կարող ենք Հարուջան փախ անել, ոչ հապկից դուրս են գալիս, ոչ ԵՏՄ-ից դուրս են գալիս, միևնույն ժամանակ այսպես անդադ փախչում ենք, եթե մնում ենք այդ համակարգերում, ցավալիորեն ինչին մենք դեմ ենք, կարելի է Ալիևի նման այդ հարթակը օգտագործել սեփական շահերը առաջ տանելու համար, Ռուսաստանին վարկաբեկելու համար, հարցեր տալու, արդյոք դուք մեր տարածքը պաշտպանելու եք, արդյոք իմացաք մեր սահմանները, ինչու եք Հայաստանում պաշտպանում նախկին իշխանություններին, որոնք օլիգարխ են, թալանել են երկիրը, այսպես կարելի է այդ հարցադրումները անել։ Լավ է, Լիլիթ, ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանը 7 տարվա իշխանություն ունի ու այդ ժամանակը ունեցել է ինքը այդ հարցերն ուղղելու։ Ես ուզում եմ մի բանի վրա ուշադրություն հրավիրել, եկեք հիշենք միասին թե ԵԱՏՄ նիստերին Փաշինյանն ինչ ելույթներ է ունենում։ Յուրաքանչյուր ԵԱՏՄ մեծ այդպիսի նիստին, որտեղ ներկա են պետությունների ղեկավարներ, ինքը խոսում է միասնական գազային շուկայի մասին։ Ներողությունով է բանի տեղ դնում Փաշինյանին։ Այդ հարցը հենց Փաշինյանն ինքն իրեն կամ քաղաքացիական պայմանագրի վերնախավը իրենց այդ հարցը տալիս են։ Չեմ կարծում, որ նախ Նիկոլ Փաշինյանն այդ հարցերը կբարձրացնի եւ ավելի շատ հակված եմ նրան, որ Պուտինը ընդհանրապես նրան չի լսի։ Եվ ի վերջո մի հատ պատկերացնենք այդ պատկերը, հա, մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը վերակենում գնում է Կարմիր հրապարակ, Կրեմլի, կանգնում է Պուտինի, Լուկաշենկոյի Նազարբայևի հետնորդը Տոկաևի կողքին, դիկտատորների մի հետաքրքիր կլուբ է դա։ Կանգնում է նրանց կողքին ու հրապարակով անցնում է Ուկրաինան ռմբահարող տեխնիկան։ Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, ծերերին, երեխաներին ռմբահարող տեխնիկան։ Ոնց է սա բացատրվելու։ Ես այն օրն ասել եմ, սա բերելու է անվտանգային հավելյալ ռիսկեր իր հետ։ Նիկոլ Փաշինյանը քանի անգամ գնացել է Մոսկվա, քանի անգամ գնացել է Պուտինի հետ հանդիպել է, Ալիևի ձեռքերը այստեղ մեր տարածաշրջանում բացվել է։ Կա այդ երաշխիքը, որ չի կրկնվի այդ իրավիճակը։ Եվ այստեղ սատանայի փաստաբանի դեր։ Նիկոլ Փաշինյանը, չէ, իրականում քո ասացի մեջ էլ տրամաբանություն կա։ Ես ամբողջությամբ համաձայն եմ, որ կա տրամաբանություն։ Օրինակ անցած տարի, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց, ինչ արեց, գնաց եւ հայ-իրանական սահմանից ռուսներին քշելու այդ ծրագիրը դրեց Պուտինի առաջ, ստացավ համաձայնությունը կամ պարտադրեց այդ համաձայնությունը, ճակերտներում պարտադրել բառը,
դա ինչ որտեղ հասկանալի էր։ Հիմա ի՞նչ է պատրաստվում Պուտինի հետ։ Մարդիկ կան այդ 5-րդ շարասյուն, Ռուսաստանի փաստաբաններ, դեսպաններ ասում են, բա հայրենական պատերազմին նախ հայրենականա նրանց համար, մեր համար պատերազմ է եղել, որտեղ տվել ենք զոհեր սովետական միության համար, թվով 300,000 էթնիկ հայեր զոհվել են այդ պատերազմին Քավլիցի։ Այո, մեր պապերն են, գնացել են, կռվել են, հաղթանակ են կերտել, փառք ու պատիվ իրենց, բայց ինչի ոչ այդ նույն այդ միջոցառումը կարող էր Նիկոլ Փաշինյանն այստեղ կազմակերպել։ Ի վերջո կլինի մի պահ, որ Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագիրը նախաձեռնող լինեն։ Օրինակ հաղթանակի զբոսայգում մի այդպիսի միջոցառում կազմակերպեր, հրավիրեր նույն այդ դիկտատորների կլուբի անդամներին, իհարկե տհաճություն մեծ կապրեինք մենք Երևանում նույն օդը նրանց հետ շնչելու համար, բայց ամեն դեպքում կարելի էր նաև այդպես անել։ Ինչի գնալ մայիսի 9-ին կանգնել միջազգային իզգոյ Վլադիմիր Պուտինի կողքին։ Ոնց է դա բացատրվելու։ Մեր միջի էս բանախոսությունը, այսպես ասենք, երկխոսությունը նրա համար է, որ տարբեր ես փորձեմ իր մտածելակերպը ներկայացնել, բացարձակապես չարդարացնելով։ Համենայն դեպս կամ պետք է վերջապես կտրել այդ կապերը, ինչպես դու ես նշում, ավարտել եւ կողմնորոշվել, կամ եթե չես կտրում, օրինակ ինչ եզրահանգումներից հետո, օրինակ կարող է Նիկոլ Փաշինյանը իր մտածելակերպով կարծում է, որ դեռ պարզ չի ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունները ինչ տեղի կունենա, այդ հեքիաթները, որ այստեղ տարածում են ԱՄՆ-ն զիջել է հարավային Կովկասը Ռուսաստանին, աշխարհը կիսել են, վերջ, ուրեմն Ռուսաստանին է տալիս Տրամպը, ինչ իհարկե ես այդպես չեմ կարծում, բայց դե այդ մտածելակերպով գուցե փորձում է ինչ-որ կամուրջներ բայել, բայց նույնիսկ դրա դեպքում պետք չի գնալ ուղակի մասնակցել եւ դա ոչինչի չբերի։ Օրինակ Զելենսկին գնաց Հռոմի պապի թաղման արարողությանը եւ դրանից հետո տեսանք ինչ ասեց Տրամպը, կոպտեց Պուտինին։ Մենք էլ պիտի գնանք, թեկուզ ամեն մի առիթ փնտրենք հարցեր տալու Պուտինին, որը իրեն վատ իրավիճակում կդնի։ Նույն Լավրովը, որ հիմա ինքնորոշման իրավունքից է խոսում Ուկրաինայում, բա ամենամաքուր ինքնորոշման իրավունքը ինչի միանգամից կանգնեցիք ու գոռացիք Ռուսաստանի ղեկավարը Ադրբեջանի մասը։ Այնօր մենք բանավեճի ենք, ասում են Ուկրաինային ինչ եք պաշտպանում, իրանք շնորհավորել են։ Բա եթե քո դաշնակիցը առաջինը շնորհավորում է։ Օրեր առաջ նաև Բաքու կատարած այցի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Փեզեշքյանն է շնորհավորել Ադրբեջանին եւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անկախտելի մաս ճանաչել։ Մենք ի վերջո պիտի հասկանանք, չէ՞, որ միջազգային կոնսենսուս կար Լեռնային Ղարաբաղի հարցում։ Կոնսենսուս մինուս Հայաստանի Հանրապետություն, մինուս Լեռնային Ղարաբաղ, մինուս հայություն, լավ էսպես ասենք։ Ես այդ կարծիքին եմ, որ կար այդ կոնսենսուսը, դրա համար 2020 թվականի այդ սանձարձակ պատերազմը Ադրբեջանին թույլատրվեց։ Խոմեյնիին առաջինն է շնորհավորել հենց պատերազմի օրերին Պուտինի հետ։ Հավասար, տեսեք, դա իհարկե առանձին հարց է, բայց այսպես որ մենք ասում ենք, դա հենց այստեղի ռուսամետներին ձեռնտու է, ասում են մեկը Պուտինը որ ճանաչել է, ամբողջ աշխարհը ճանաչել էր։ Ոչ։ Այդ դեպքում ես էլ հարց եմ տալի այդ Ուկրաինայի ճանաչելուց եւ շնորհավորանքից ինչի եք այդքան հուզվել։ Նախ եթե հայկական կողմը ամերիկյան կողմի առաջարկներին նույն ՏԼԲՏ-ի համաձայնվեր, մենք հիմա չգնանք հետ, բայց ասենք հնարավորություն կար Կոսովոն ճանաչեիք, այդ նախադեպով գնայիք միջազգային դատարան, այդպես չի որ այդ հարցը փակված էր։ Բայց քանի որ դուք Աբխազիա, Օսետիան եք, եկեք հիշենք Արայիկ Հարությունյանին, շնորհավորեց Դոնեցկին, նստած է, շնորհավորում էր Դոնբասի օպերացիան, ասում էր Դոնբասից հետո Պուտինը գալու է Ղարաբաղ։ Այսինքն Ղարաբաղի հարցը թխեք, տիկնանց տվեք այդ տորթը թող վազացնեն խաղաղապահների դիմաց, ամեն ինչ լավ է լինելու, Դոնբասում հարցերը կլուծի, Պուտինը կգա Ղարաբաղ։ Այսինքն ոչ թե ի սկզբանե այդ հարցը մեր օգտին չէր կարող լինել, այլ Հայաստանի իշխանությունները, քանի որ ռուսական ծիրում են միշտ գործեր, նույնը Արցախի իշխանություն։ Եվ հիմա էլ շարունակում են, էլի ասում են թող Ռուսաստանը հետ գա նոյեմբերի 9-րդ կետը, այստեղի իրենց քաղաքագետների իշխանություններին արդեն դնենք մի կողմ եւ Արցախահայերը չեն, քաղաքագետները չեն, Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատավարձով աշխատած դեսպաններ են ճակերտներում, որ այսօր անգործ են մնացել, համալարել են անգործների շարքը, գուցե սա օդում կախված իհարկե լուրերի համաձայն, գուցե Ռուսաստանի Դաշնության օլիգարխիկ շրջանակների կողմից մի քանի գրոշա շպրտվում նրանց դիմաց, որպեսզի այդ թեզերը բերեն ու նետեն հանրային քննարկումների տիրույթ, եկեք նշենք, թե ովքեր են դրանք։ Մեկը շրջանակ կա, որ 5-րդ շարասյունա եւ Լուբյանկայի նկուղից է
տեքստերն ու պատվերները ստանում եւ շրջանակ կա, որը որ Նիկոլ Փաշինյանի մոտ աշխատավարձողը աշխատել է, այսօր անգործ է դառել, դե իր մանեկի գտել է երևի թե տվել են ինքն էլ խոսում է, էլի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից եւ առավել եւս 9-րդ կետից, երբ որ խոսում եք, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները էկրանից այն կողմ հայհոյում են այդ խոսույթը հանրային քննարկումների տիրույթ բերողներին։ Այնպես որ հանրության շրջանում չկա այդ աջակցությունը, քաղաքական դաշտում առողջ քիչ թե շատ մտածող ուժերը դրա մասին չեն խոսում կամ հակառակն են խոսում։ Մենք էլ ենք չէ խոսում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից խոսում Մեզ ենք։ սպառնում Ես օրինակ ունեմ հստակ տեսակետ այստեղ, ես առաջարկել եմ ու շարունակում եմ պնդել։ Եղբայր այդ ստորագրությունը հետ կանչի այդ փաստաթղթի տակից։ Եթե մարդիկ կան ու այդ անգործ նախկին դեսպանները ասում են այդ փաստաթղթի տակից ստորագրության հետ քաշելը կբերի պատերազմի, ես հակառակն եմ ասում, ինչի պիտի բերի պատերազմի։ Այդ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին էր։ Կա Լեռնային Ղարաբաղ, կան այնտեղ ապրող հայեր, կա Լաչինի միջանցք, ինչ կա։ Ինչն է Նիկոլ Փաշինյանին պահում, այ միտք ենք տալիս նաև Նիկոլ Փաշինյանին հիմա մայիսի 9-ին, որ եթե կորոնավիրուսով չվարակվի, իսկ կորոնավիրուսով եթե նրա շրջապատում մարդիկ կան, որ վարակվել են, խնդրում եմ այդ սոցիալական հեռավորությունը Փաշինյանի հետ չպահել, անպայման գնալ, հպվել, փաթաթվել, համբուրել, թող այդ մարդը վարակվի ու չգնա այնտեղ։ Եթե նա կորոնավիրուսով չվարակվի ու ի վերջո գնա, նոյեմբերի 9-ի փաստաթղթից թող գնա խոսի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակից իր ստորագրությունը հետ կանչելուց թող գնա խոսի։ Հայ-թուրքական սահմանից ռուսական այդ FSB-ի զորքերը հանելուց թող խոսի։ 97 թվականի փոխօգնության պայմանագրից թող խոսի։ Կամ օրինակ հարց դա, մենք Եվրամիության հետ փորձում ենք մեր հարաբերությունները խորացնել։ Ինչու է ամեն օր 28 ժամ վախացնում Հայաստանին, հետո էլ վերջում ասում դա իրանց գործն է։ Հիմա մեր գործն է, թե վախացնում եք։ Այսինքն դուք խառնվում եք մեր երկրի ներքին գործերին։ Այսպիսի հարցադրումներ պիտի անեն։ Իհարկե, ներողություն է, դա մի փոքր տարօրինակ հարց է իմ մոտ, հա, ոնց խառնվում եք Հայաստան։ Իհարկե խառնվում են Լիլիթ։ Իհարկե խառնվում են լոկալ բնույթի կրող քաղաքական process-ներին անգամ Գյումրին վառ օրինակ հյուպատոսնա գնում մասնակցում 102-րդ բազայի կանաչ շորերով դեմքերն են գնում մասնակցում այն կոմունիստ հավատացյալը առավոտից իրիկուն այնտեղ միութենական պետությունից է հորջորջում իրավապահ համակարգն է իմպոտենտի կարգավիճակում նստած ու չի արձագանքում Արձագանքում է, արտադատության նախարարը ասում է մենք դժգոհ ենք դատավորի վերջ, արտադատության նախարարը մենք դժգոհ ենք, մենք դիտորդ ենք այստեղ, ուղղակի դժգոհ ենք։ Իրանք ուղղակի դժգոհ են։ Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մի քիչ ավելի ռադիկալ են։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները էկրաններից այն կողմ հայհոյում են, լուտանք ու անեծք են թափում, թե այդ անկախությունը սակարկող կոմունիստ հավատացյալի գլխին, թե իրավապահ համակարգի գլխին, որ այս ամեն ինչին լուծում չի տալիս։ Այդ իմ համար, չգիտեմ, այդ իմ համար կարմիր գիծ է։ Հայաստանի անկախությունը, եթե այս երկրում կա որևէ մեկը, ով ուզում է լինի։ Ով ուզում է։ Այստեղ նախկին ներկա կոմունիստ, չգիտեմ, դաշնակ չեմ տարանջատում։ Ով ուզում է լինի յան ազգանուն կրող Հայաստանի Հանրապետության անձնագիր ունեցող Հայաստանի Հանրապետության տարածքում, եթե Հայաստանի Հանրապետության անկախությունը դնում է կասկածի տակ եւ սակարկման առարկա է դարձնում, իմ համար անձնական թշնամի է։ Հրապարակային եմ ասում, բաց եմ ասում։ Տեսեք, մի կողմից ասում են հողատու է, համարտությունը մի փոխիր, այդպես ռադիկալ հայրենասիրական տեքստեր են ասում։ Մյուս կողմից երբ որ Ռուսաստանի նախնդիրը վերաբերում, ոչինչ, 9-րդ կետը միջանցքը տանք, Թաթարստան դառնա։ Լավ, առաջարկում եմ մայիսի 9-ի որոշումը թողնենք Փաշինյանին եւ նրա աշխատակազմին, ի վերջո ինչ կորոշենք, ուզեն գնանք, ուզեն չգնան, իրականում միշտ եմ ասել, այս երկրում քանի դեռ իշխանության են իրենք, լավի կրողնել են իրենք, պատասխանատունել են իրենք, վատ հետևանքների կրողն ու պատասխանատունել են իրենք, թող զգուշ լինեն ամեն դեպքում։ Աստված մի արասցե, որ մայիսի 9-ից հետո Ադրբեջանի սանձարձակ բռնապետի ձեռքերը տարածաշրջանում հանկարծ ու հանկարծ բացվեն, հատկապես սահմանային այս կրակոց ահաբեկչական այս տերորը, որ հիբրիդային տերորը, որ իրականացվում է մեր դեմ, հանկարծ շվերաճի ռազմական գործողությունների եւ հանկարծ մայիսի 9-ի Փաշինյան, Պուտին, Լուկաշենկո դիկտատորների կլուբ եւ
այդ զորահանդես օպերացիայի արդյունքը չլինի էսկալացիան մեր տարածքում, ամեն դեպքում որոշումը իրենցն է, թող իրենք որոշեն, սահմանադրությունից մենք խոսեցինք։ Առաջարկում եմ այս թեման եւս մենք միասին շոշափենք, այստեղ իմ դիրքորոշումը չգիտեմ քեզ հայտնի է թե չէ, իմ դիրքորոշումը շատ տարբերվող է, գուցե մոտ է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը այստեղ, զարմանալիորեն, բայց ամեն դեպքում եկեք ֆիքսենք, որ սահմանադրությունը մենք 2018-ին էինք ասում, որ դեռ պետքա փոխվի, երբ որ Նիկոլ Փաշինյանը հագավ Սերժի կոստյումը, ինքն էլ ասեց, չէ, որ սա Սերժի հագով կարված սուպեր վարչապետական կոստյում է եւ պետքա փոխվի։ Այդ քննարկումներն ու այդ կոնսենսուսը մեր մեջ եղել է։ Դա մեր ներքին խնդիրն է, այսպեսով արձանագրենք, ամրագրենք, որ դա մեր ներքին խնդիրն է, մենք ունեցել ենք որոշում, որ պիտի գնանք այս ճանապարհով։ Այլ խնդիր, որ կորոնավիրուսիով պայմանավորված սահմանադրական դատարանի նախկին տխրարչակ դատավորներին պինցետով եւ տնական ուղիով Նիկոլ Փաշինյանը փորձում էր հեռացնել եւ դրա մասնակից էր ուզում դարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, դա չստացվեց եւ հետ մղվեց 2020-ի նաեւ պատերազմը դրան նպաստեց, որպեսզի հետ մղվի այդ հարցը։ Դա մեր ներքին խնդիրն է, մենք պիտի այդ հարցին անդրադառնանք։ Միայն մեկ այլ ավելի ցավոտ հարց է առաջ գալիս։ Անկախության հռչակագիրը։ Դա չկար, եկեք այստեղ էլ ազնիվ լինենք, սիրելի հայրենակիցներ, դա չկար 2018-ին իմ մտքում էլ դա չկար։ Բայց 2018-ին, 2019-ին, 2020-ին մինչև սեպտեմբեր 27-ը ես էլ մի ոչ մի թիսական էլ ես էի, էլի այն ժամանակ, որովհետև անկախության սերնդի ներկայացուցիչ եմ, դպրոց եմ գնացել, ուսում եմ ստացել, հանրապետական կաշառակեր ուսուցիչներն են դասավանդել, դասախոսներն են դասավանդել, ստատուս քվոն էլ ինձ միշտ որպես հաղթանակ են ներկայացրել։ Հաղթանակա ստատուս քվոյի պահպանումը ամենաճիշտ ճանապարհն է, դա է։ Ես դասեր եմ քաղել 20 թվականի պատերազմից հետո, եւ այս անկախության հռչակագիրը երբ որ առաջ է գալիս, այստեղ էլ ես ճկուն եմ։ Ես տեսեք, ես հիմա ասեմ իմ տեսակետը սրա մասով, որովհետեւ հիմնական թնջուկը սահմանադրության փոփոխության մասով սրա շուրջ է։ Մենք քննարկում չենք ունենում պարլամենտական կառավարման համակարգը փոխել նախագահական կամ կիսանախագահական։ Մենք քննարկում չենք ունենում այլ այդ սուպեր վարչապետական Փաշինյանական, Սերժ Սարգսյանական, հետո Փաշինյանական այդ գործիքակազմը մի փոքր ավելի կրճատել եւ քաղաքական առումով նրա ձեռքերը մի քիչ հետ պահել կամ կառավարելի պահել։ Մեր մոտ 5-րդ շարասյունը Ադրբեջանի նախագահը Պուտինամերձ շրջանակները ասում են տեսեք, Ադրբեջանի պահանջով սրանք ուզում են սահմանադրությունը փոխեն, անկախության հռչակագիրը հանեն։ Ես էլ ասում եմ, բա ի՞նչ պիտի անենք։ Ինչ պիտի անենք, ասեք հասկանանք, էլի։ Հայաստանի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղը մեջը։ Հայաստանի Հանրապետության անկախության սահմանադրության մեջ անկախության հռչակագիրը ի՞նչ է ասում, ասում է Լեռնային Ղարաբաղը մայր Հայաստանին միացնելու մասին ինչ է դա չգիտեմ, դա փափագա, իղձա, երազանքա, պապուծ եկած կտակա, ինչ է, նպատակա տարածքային ամբողջականությունը խախտելու, հարևան պետության տարածք ներխուժելու, Ջաբրայիլը ջրական սարքելու հերթական անգամ, ինչ է սա։ Այս քննարկումը մենք պիտի ունենանք, անկախ նրանից Ալիևն ինչ է ասում, Պուտինի մերձակա շրջապատն ինչ է ասում, Պուտինի սպասարկու 5-րդ շարասյունն ինչ է ասում։ Մենք այս քննարկումը պիտի ունենանք, թե չէ։ Այ օրինակ ինձ շատ հետաքրքիր է քո տեսակետը այս հարցի շուրջ։ Երկու մասի բաժանենք, Արցախը դեռ դնենք մի կողմ։ Հայաստանում նախ այս մեծամասնական ընտրական համակարգը պիտի վերականգնվի։ Տես, օրինակ քո նման, իմ կարծիքով նաև իմ նման մարդիկ, որոնք որևէ կուսակցություն չեն ուզում հարել, եւ այսօր չեմ տեսնում ես ինչ որ կուսակցություն, որին կարելի է հարել, ուզում են գնալ մասնակցել ընտրությունների, եւ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր դեռ 18 թվականին, նախ որ կիսանախագահականն է ճիշտ Հայաստանում, եւ դա իրոք այդպես է, որովհետեւ
Հայաստան կուսակցությունները կայացած չեն, այստեղ վարչապետական այդ պարլամենտական մոդելը սխալ է։ Երկրորդը մեծամասնական ընտրակարգը դրա մասին չի խոսում։ Պարտադիր պետք է վերականգնվի, այսպիսի մարդիկ չեն կարող մասնակցել ընտրությունների։ Պարտադիր պիտի լինի դաշին կամ կուսակցություն։ Կամ կուսակցություն։ Սա երկու լիազորությունների մասին էլ չխոսեմ, Սերժ Սարգսյանը գնալով ավելի նեղացրեց լիազորությունները բոլոր մարմինների, այդ թվում ուժայինների վերահսկողություն տալով Նիկոլ Փաշինյանին։ Հարցը միայն Նիկոլ Փաշինյանը չի, Նիկոլ Փաշինյանից հետո գալու է X անձնավորությունը։ Մենք պատրաստ ենք նրան նվիրել բոլոր լիազորությունները եւ չունենալ որևէ հակակշիռների համակարգ։ Ինչ վերաբերում է Արցախի հարցին, տարիների ընթացքում դա ուսումնասիրության թեմա է եղել ինձ մոտ, նորից ցանկանում եմ կրկնել։ Հենց անկախության հռչակագիրը ասում է պետք է միացնենք իբրև թե Հայաստանին, բայց իրենք բանակցությունների ժամանակ դրա մասին չեն խոսել։ Խոսել են ինքնորոշման իրավունքից, օրինակ։ Բայց եթե ինքնորոշվում ես, ուրեմն Հայաստանի հետ չես, այսինքն անկախ էիք որոշել, թե որոշել եք միացել։ Դրա համար Պուտինը մեզ մատով թափ է տալիս, ասում է դե ճանաչեք կամ միացնեք ձեզ։ Իհարկե իրենք գիտեն ինչի չենք ճանաչել, որտեվ իրենցից է եկել այդ քաղաքականությունը, որտեվ ամբողջ համազգային շարժումը KGB-ով էր ուղղորդվում եւ հետո Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը այդ հարցում, բայց դուք որևէ քայլ չեք արել, մենք այդպես էլ չենք հասկանում վերջնանպատակը ո՞րն է եղել, դա դարձնել Հայաստանի մաս, որ ասում են Հայաստանը եւ վերջ Արցախը, ինչպես Ազգալձյանից մինչև Նիկոլ դե կրկնեց Նիկոլ Փաշինյանը։ Եվ երկրորդը թե պիտի լինի անկախ։ Երկրորդը դուք որ Մադրիդյան սկզբունքներ եք բանակցել, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականություն, այդտեղ հակասություն կա, ինչքան էլ ասում են մեկը մյուսին չի հակասում։ Սերժ Սարգսյանը դա հաղթանակ է ներկայացնում, բայց անընդհատ հենց մենք ասում ենք ինքնորոշման իրավունք, Ալիևն ասում է տարածքային ամբողջականություն, այսինքն կազուսները շատ են։ Էլ չասած որ Մինսկի խմբում Ռուսաստանի գոյությունը արդեն հնարավորություն չի տալիս լուծել այդ խնդիրը։ Ռուսաստանը միշտ կոնֆլիկտը պահելու է տարածաշրջանում։ Այնպես որ անկախության հռչակագիրը միանշանակ պիտի փոխվի։ Ուղղակի, երբ որ Ալիևը մեր վրա ժամկետներ է դնում, հենց հիմա վաղը, մենք ինչ ենք միշտ ասում։ Պետք է ընդունենք ու հասկանանք Ալիևը Հայաստանի Հանրապետության ներսում եղանակ է ուզում փոխի, Ալիևի հաճախորդները կան, որ այդ օրակարգը եւ նետված խայծը կուլ են տալիս ու փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլորեցնել, դրա համար ես ասում եմ ժողովուրդ մի հատ ասեք տեսնեմ այդ անկախության հռչակագիրը, Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին միացնելու մասին կետը, դա ի՞նչ է, պապուցդ ստացած կտակ է, երազանք է, իղձ է, պատմական արդարությունը վերականգնելու փորձ է, Հարևան Ադրբեջանի կամ թշնամի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելու հիմք է։ Թե Լեռնային Ղարաբաղը իրականում Հայաստանին միացնելու մասին ծրագիր է, դա ինչ է, ու դա ոնց է բացատրվում, երբ որ քո երկրի վարչապետը գնում ճանաչում է տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի, դուք ոնց եք սա բացատրում։ Լավ, ինչքան կարելի է ջայլամային քաղաքականություն վարել, էլի մեր ամենամեծ խնդրեմը իմ կարծիքով այդ ջայլամային քաղաքականությունն է։ Գլուխները խոթում են ավազի մեջ, հետույքները տնկում են օդում ու ասում են ինչ ա եղել, որ ինչ ա մեր շուրջ տեղի ունենում։ Նույն Արցախի սահմանադրությունը, Հարություն ջան, սա էլ է լուրջ խնդիր։ Այդ 7 շրջանները, որոնք իդեպ բանակցում էին հետ տալու, ներառված են Արցախի սահմանադրության մեջ։ Դուք որ մի բան ներառում եք, իդեպ արդարության համար պիտի նշենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել դրան, բայց դե դա մի կողմ։ Այսինքն դուք ինչ եք մտածում, դուք եք բանակցում, էլ ինչ եք բանակցում, եթե դա ներառված է սահմանադրության մեջ, ուրեմն դա հակասահմանադրական է, չէ՞։ Եթե դուք գնում եք բանակցում եք այդ 7 շրջանները, կամ թեկուզ 2 շրջանը, դա Արցախի մաս է։ Այսինքն թղթի վրա կամ ցեղասպանությունը, որ դա մեր առաջնահերթություններից է, բայց տեսնում ենք եւ Քոչարյանը, եւ Լևոն Տեր-Պետրոսյանը, եւ Սերժ Սարգսյանը բանակցելիս ասում են դա առաջնային չի, Թուրքիայից սահմանը բացեք, իդեպ ճիշտ են ասում։ Առաջնային է, մենք չպիտի մոռանանք։ Բայց դե կներես էլի Սերժ Սարգսյանը, որ հիմա այսօր հելել է մի քանի օր առաջ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում ավանակի համառությամբ պնդում է, որ դա էլ իրան ի պատասխան իրեն, որովհետև ինքն է բերել հանրային եւ քաղաքական քննարկումների տիրույթ Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանելով այսպես, որ այդ 100,000-ավոր քաղաքացիները մեր հայրենակիցները, որ հելել էին փողոց, գնացել ու ինչ որ էշի ճակատ են պահել։ Այդ ինչ խոսա։ Չի ասում, որ ինքը այնքան ոչ պոպուլյար էր, որ պատրաստ էին ամեն ինչ անել։ Կանգնի ասում Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ։ Էդով էր Դավութ Օղլուի ու չգիտեմ Աբդուլլա Գյուլի այցի ժամանակ Հայաստանի Հանրապետության ֆուտբոլի ֆեդերացիայի գերբի վրայից Արարատ լեռը հանում։ Էդով էր այդ այցի ժամանակ Ծիծեռնակաբերդի լույսերն անջատում։ Հանձնաժողով էր համաձայնվել ստեղծել։ Հանձնաժողով է իրանց հետ համաձայնվել ստեղծել։ Սա ջայլամային քաղաքականության տիպիկ դրսևորում է, չնայած որ այդքան էլ ջայլամի նման
չի այդ անձնավորությունը, բայց ջայլամային քաղաքականության տիպիկ դրսևորում է սա։ Դե այդ շրջանակները ուղղակի վիրավորելով, թե իրենք էլ իրենց աջակիցներն ունեն այսպես կոչված, տենց այն որ գալիս ասում են մի ժամանակ եմ տալիս Նիկոլին, հիշում եք, տենց մեկը կար կառավարության մոտ իջի։ Ինքնաս առեցված տերտերի մասին է։ Չէ, մեկն կար դատավորա թե ՍԴ-ում աշխատակազմի ղեկավարը էր աշխատում։ Այն որ գալի ասում էր մի ժամ եմ տալիս։ Կոմս Ղազարյոնի մասին է խոսքը։ Երևի չգիտեմ, ապագա վարչապետը։ Սերժ Սարգսյանի արկղերով ջերմուկ վազացնողն անա, Լիլիթ ջան։ Դե մի ժամանակ էր տալիս։ Դա Սերժ Սարգսյանի ջերմուկ վազացնողն է։ Կտուրի կատուներն ասում են, որ նաև Ռոբերտ Սեթրակիչին է մեկ-մեկ ջերմուկ վազացնում։ Ներողություններ։ Այսինքն դուք եթե գալիս եք ասում եք մի ժամից եթե չգնա հեղափոխություն եմ, դուք ձեր խոսքը չեք հարգում, բարեք, եկեք, հավաքեք, արեք, եւ որ ասում եք պահանջում եմ իջի ներքև, բացի ծաղելի վիճակում եք ձեզ դնում, կամ այսօր Սերժ Սարգսյանը Չինաստանի ղեկավարի նամակ ա գրում, ով է կարդում քո նամակը, եւ չեք էլ իմացել սին, որ իր այդ պատրաստ է համագործակցել, սին երևի չէր կարդացել, ասեն անընդհատ փոխանակ իրանց սխալների մասին խոսեն, այդ ինչից եղավ որ Նիկոլ Փաշինյանը որ դե բոլորը ճանաչում են մինչև 18 թվականը, այնպես չէր այդ տենց ռեյտինգ ուներ, նույնիսկ պատրաստ էին Նիկոլ Փաշինյանի հետևից գնալ, միայն ինքը չլինի։ Այսօր էլ Արցախի կորստից հետո շատերն ասում են թող Փաշինյանը լինի, տեսեք ինչ է։ Իրանք չլինեն, այսինքն այնքան ոչ պոպուլյար են, որ չգիտեմ Նիկոլ Փաշինյանը իմ կարծիքով ինչ էլ անի, եթե դիմացը իրենք են։ Այստեղ քո թույլտվությամբ ես ուզում եմ մի փոքր ուղերձ եղել մեր հայրենակիցներին ու ասել, որ այս երկիրը չի սահմանափակվում Սերժ Նիկոլ Քոչարյան մեկ-մեկ էլ Տեր-Պետրոսյան էս քառանկյունու մեջ, հա։ Այս երկրում կան ուժեր, կան անհատներ։ Այլ հարց է, որ այդ ուժերը, այդ անհատները ամեն մեկը իր պրինցիպը, իր սկզբունքը, իր չգիտեմ ինչը առաջ է տանում։ Ավանակի համառությամբ այստեղ էլ պետք է այդ բառն օգտագործեմ առանձին դեպքերում, որ այ դե ինչ միասնություն, մենք ամեն մեկը լինի, ամեն մեկը սա զավեշտի է վերածվում իրական։ Ամեն մեկը իր մեջ իրան թվում է Նիկոլ Փաշինյանի ասածը լուրջ են ընդունել, էլի որ Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, ամեն մեկը մի հատ այսպես ուղում է կոմսի շորա հակնում մեկը չգիտեմ գեներալի սիմուսա իրան կնքում, ասում են ես երկրի մի 3 միլիոն վարչապետից մեկն էլ ես եմ, ինչի՞ չէ։ Այստեղ քաղաքական դաշտն էլ ունի խնդիր, դաշտում գործող ուժերն էլ ունեն խնդիր, ժողովուրդն էլ ունի խնդիր։ Նախ այս դաշտը ունի խնդիր, որ չի ձևավորում այդ այլընտրանքը, այդ միասնական ճակատը չի ձևավորում եւ իրական այլընտրանք չի առաջարկում ժողովրդին։ Ժողովուրդն էլ այնքանով է մեղավոր, որ ընկել այս 4-ի լարած թակարդում ու չի հասկանում ուր գնա։ Ասենք Նիկոլին ինադնգած Սերժին են ընտրում, Սերժին ինադնգած Նիկոլին են ընտրում, ինադնգնելով չի ժողովուրդ ջան։ Ժողովրդական լեզվով էլի ասեք, թե ինադնգնելով չի։ Հայտնի ասացվածք էլ կա այդ ինադնգնելու հետ կապված, մեր հայրենակիցները կարծում եմ հասկացան, չի կարելի այդպես։ Քաղաքական ուժերը պետք է համախմբվեն։ Օգտվելով առիթից էլի կոչ եմ անում այդ ուժերին, առողջ ուժերին, որ լավ իշքան պիտի գնաք բաց ճակատով գլուխները տակ պատին, ընկնեք ու հելնեք բողոքեք այս տաղավարից այն տաղավար գնալով։ Այս ժողովրդին այլընտրանք պատրաստվում եք դուք առաջարկել թե չէ։ Առողջ ուժեր։ Կարիքը կա մանավանդ եթե տեսնում եք գնալով մասնակցության թիվ ընտրություններին նվազում է, օրինակ Երևանը օրինակ։ Մարդիկ զզված են, մեր հայրենակիցները զզված են։ Հոգնել են այս ամեն ինչի։ Հետո Նիկոլ Փաշինյանն էլ ներողություն ամեն ինչ անում է։ Օրինակ Վարդան Ղուկասյանը շատ էլ ձեռնտու է այդ, որ ասում են հաղթեց Նիկոլ Փաշինյանը ձեռնտու չի։ Ամեն օր մի բան կասի, ժողովուրդը պարտավոր չի, այս երկուսն են պահում թեման, ամբողջ ուշադրությունը ժողովրդի շեղվում է, ես չեմ մեղադրում, բայց դա եւ հիմնական հարցերը, որ կարող էին իրական ընդդիմադիրները տալ Փաշինյանին, հենց անվտանգության համակարգ։ Դուք լսել եք, ես 7 տարում ներողություն, ընդդիմությունը որևէ լուրջ հարցադրում անի։ Գալիս է կապիտուլյանտը դու ես։ Մի հատ լսել եմ, падգամավորներից, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատից այդ Ագնեսա Խամոյան կար նախկին լրագրող հիմա Քոչարյանի դուստր ընկերության ներկայացուցիչ Հայաստան դաշինքի տեսքով շատ հետաքրքիր հարց բարձրացրեց ապօրինի թմրաշրջանառության աճի մասով։ Դա խնդիր է իրականում։ Ահագնացող խնդիր է մեր հասարակության մեջ, որը պիտի արժանանա ուշադրության, հետևողականորեն պետք է դրա դեմ պայքար տարվի
ու այդ ախտը արմատախիլ պիտի արվի։ Բայց դրանի պատասխան Փաշինյանն ինչ պատասխանեց, ասեց Տիկին Խամոյան, ձեր հանրահավաքների ժամանակ մարդիկ պերեդոզից մեռնում էին։ Սխալ էր Փաշինյանը, սխալ չէր։ Թեման փակվեց։ Հիմա դե կներես էլի նույն հաջողությամբ կոռուպցիոներները դուրս են գալիս, խոսում են կոռուպցիայից։ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցները իդեպ այս վերջին դատախազություն, արտաքին գործերի նախարարություն շրջայցից հետո այդ հարցը իրենց տվեցին։ Լավ, պոտենցիալ կոռուպցիոներները, որ Լեռնային Ղարաբաղում իրենց շուրջ ապրել են, իրենց կողքին ապրել են, այսօր եկել են, ինչ-որ բեմականացված դիմումներ են տալիս գլխավոր դատախազին, պայքարեք կոռուպցիայի դեմ, պայքարեք Ղարաբաղցի կոռուպցիոներների դեմ։ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն ասին, լավ կներեք, էլի ում եք հիմարի եւ ավանակի տեղ դրել ասել Սերժ Սարգսյանի, հա։ Կոռուպցիոները ոնց կարա գա կոռուպցիայի դեմ պայքար ծավալի ու այդ խեղճ ու կրակ քաղաքացու հետ փորձի նույն հարթության մեջ լինի 40 պլյուսը վկա, բնակարանային ապահովությունը վկա, որտեղ որ ես էլի դիրքորոշում եմ արտահայտել ու էլի մարդիկ ասում են, այ ատելության խոսք է տարածում, տեսի, որտեղ է այդտեղ ատելության խոսքը, ես այդպես էլ չհասկացա։ Շատ խառնա մեր քաղաքական դաշտը էլի։ Շատ խառնա ու կարծում եմ այսպիսի քննարկումներ, այսպիսի հաղորդումներ, ժողովրդի տեսակետ, կարծիք, դիրքորոշում լսելը, ականջալուր լինելը պետք է լինի մեզանից յուրաքանչյուրի գործը։ Ինչ են անում։ Իշխանությունը իր ակվարիումի մեջ է, ընդդիմությունը իր երազած ակվարիումի մեջ է, իրականությունից կտրված։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Լեռնային Ղարաբաղի քաղաքացին էլ այսպես մոլորված, չգիտի ինչ անի։ Դրա համար Գյումրիում տեղի ունեցած ընտրությունները դրա ամենալավ պատկերն է, հա, որ ձևավորեցին գյումրեցիները, մատուցեցին, այդտեղ քաղաքացիական պայմանագրի մեղավորությունը որևէ մեկը չնկատեց։ Մի մարզպետ կա, մինչև այսօր մարզպետ է, Դավիթ Արուշանյան անուն ազգանունով, Շիրակի մարզպետն է։ Ընտրությունների նախաշեմին, երբ որ քարոզարշավը չէր սկսել, Դավիթ Արուշանյանն ասում էր Երևանից եկել են, Գյումրի ընտրությունները ուզում են քաղաքականացնել։ Դե արի ես մարդուն բացատրի, որ Գյումրի ընտրություններին մասնակցում են բացառապես քաղաքական ուժերը, բայց չքաղաքականացնեն, ինչ անեն։ Եվ ասում են, որ սա 26-ի նախերգանքն է։ 26-ի նախերգանքը։ ԵՏՄ մտնենք միութենական, չգիտեմ, պետությունը նույն բանն է ինձ համար։ Գիտեք, մի կարևոր թեմայից արի խոսենք 18 թվականի հեղափոխությունից հետո մեր երկրում առավելությունների հեղափոխությունից հետո տեղի ունեցած լավ բաների մասն էլ խոսենք, որտեղ իմ կարծիքով մենք չենք քննադատում, ուղղակի քննադատելու համար։ Օրինակ դու ես լսում եմ միշտ եւ ժողովուրդը դիտում է եւ հավատում է, վստահում է, մենք տեսնում ենք դիտումները, դրական կողմերը որոնք էին։ Նախ կարողանում ենք արդեն խոսել։ Այդ ընդդիմությունը, որ ասում է, ճնշում են խոսքը, ախր դրա համար էլ Փաշինյանին ձեռնտու են իրենք հենց մի բան ասում են, ասում է բա ձեր ժամանակ պատերի տակ սպանում էին, այն ժամանակ հմեկը ո՞ր էին դիմադիրներ գալիս, մենք տարիների փորձ ունենք, նույնիսկ տեղը չգիտենք, որտեղ է հմեկը։ Արմեն Գրիգորյանը այսօր Գևորգյան ներողություն ընդդիմադիր, նա կուրատորն էր Քոչարյանի աջ ձեռքն է լրատվականների, ինքն էր որոշում ով ում կանչի, ով ինչքան հարց տա, ինչքան խոսա լիմիտը, հո այն ժամանակ տենց ալիքներ։ Հետո էստաֆետը տվեց Միշիկին։ Այո, հո ալիքներ չունեին, Միքայել Մինասյանի ժամանակ իբր ընդդիմություն կար խոսում էին, բայց իրանց ստեղծած իհարկե իրանց սահմանափակումներով, այսինքն դրականը նախ դա է։ Իդեպ դա Նիկոլ Փաշինյանից կախված չի, որովհետև այս Facebook-ի դարում, երբ որ արդեն ինտերնետը ակտիվ է եւ մարդիկ դիտում են, ամեն մեկը իր YouTube-յան կանալով կարող է խոսալ, սա Քոչարյանի ժամանակն է, չէ՞ որ մի հատ հմեկ կար, մի հատ էլ երկու։ Սա մեկ, երկրորդը իհարկե չեն կարող չասել, որ Նիկոլ Փաշինյանը ունի մարդկային դեմք։ Ես ինքս իրեն շատ եմ քննադատում, բայց ելի եմ ասում, չեմ քննադատում, որ անունը Նիկոլ Փաշինյան է, տարբերություն ընդդիմադիրների։ Ինչ որ դրական բան է անում, ասում եմ դրական է։ Այն որ նա օբյեկտիվ։ Հա, հիմա օրինակ մենք տեսնում ենք շատ մի կարևոր հարցի եկանք, այն ժամանակ կարող էր Քոչարյանի ընտանիքին մեկը վիրավորել կամ իրականոչը մեկը վիրավորել, այսօր տեսնում եք մեկը փորձեց ուղղակի պրիվետ ռոբարտայության համար զուգարանակոնքին այդ մարդու գլուխը ջարդեցին։ Այսօր էլ
Դաշնակները երես ամոթաբուր կորցրած գնացել կանգնել են այդ գլուխ ջարդողի եւ հրամանտավորի կողքին։ Դե դաշնակները ցեղասպանություն անողների հետ էլ են կանգնել, այսինքն այդ սահմանը չպիտի անցնել։ Հետո ասում են Փաշինյանը թույլ է, մեզ ուժեղ ձեռք է պետք։ Այսինքն իրենք ուզում են մեզ սովորացնել, Հարութ ջան, որ կամ պիտի լինել մարդասպան, սեփական ժողովրդին ասել BTR ջրցան մեքենաներով կանանց ծեծել մարտի 8-ին, հիշում ենք 2004 թվականին, դեռ 4-ին արդարացություն դաշինքի ժամանակ այդ մարտի 1-ի մասով չեմ խոսում։ Կամ էլ պիտի որ Փաշինյանը չի պատասխան, հիմա դուք ուզում եք պատասխանի ձեզ, ուժեղ դիրք ցույց տա, պիտի գա ձեր գլուխը ջարդի, չէ՞, արի կենցաղային խոսենք։ Դե Վիրավորում եք այդ մարդը։ Լեզվով ասած ասում եկեք տան պատերին, ծեփեն պոլերին, քերեն։ Դե մենակ ասում է, Քոչարյանի նման չի անում։ Հիմա ըստ իրենց Քոչարյանը ճիշտ է։ Ես երկրորդ ձեռքբերումն ասեմ դու դրա շուրջ ծավալվի։ Ազատ արդար ընտրություններ, որը եւս ձեռքբերում է։ Կա։ Այլ հարց տեղամասերից դուրս քարոզչական շրջանում, ով ոնց է բևեռացնում, մեհիդ փռում, չգիտեմ ինչ անում, այդ ուրիշ խնդիր է, բայց ընտրատեղամասում լցոնումներ, զանգվածային խախտումներ, չկա այդպիսի բան։ Այո, դա դրական կողմն է, դրա բացասականը այն է, որ քաղաքական մշակույթը իրենք են ստեղծում, սև սպիտակի են բաժանում եւ ժողովուրդը էլի սխալ ընտրությունամ կամ ընդհանրապես չի մասնակցում։ Իդեպ 26-ին եթե այլընտրանք չձևավորվի, իմ կարծիքով ամենացածր մասնակցությունն է, որ մարդիկ հոգնել են այդ նույն դեմքերին, անդադ տեսնելու։ Մի այլ Քոչարյանը աշխարհուսան կատար, որ նոր թիմ է հավաքում, շատ են ասում կարոտել իրան։ Հետիտ են։ Այսինքն դրական ընտրություններն են, խոսքի ազատությունը, հետո այն որ Ռուսաստանի դերը իրոք ոստեղ բացվեց։ Իդեպ Նիկոլ Փաշինյանն էլ այդտեղ ինչ որ առումով դեր ունի, երբ որ նա դիմեց Ռուսաստանին, որ մեզ պաշտպանեն, չէ՞, հիշում եք, այստեղ այդ նույն 5-րդ շրջանը ձերոցից ասում էր ինչ ես դիմում Ռուսաստանին, դու գնա քո համար կռվի։ Ինչ ես դիմում երկրորդ կետով, 4-րդով դիմի։ Հա, 4-ի մեկով ես դիմել, երկրորդի ստորակետից հետո դիմի։ Հետո էլ ասում էին, այդ դու չես կամ կռվես, Ռուսաստանը պետք է գա քեզ պաշտպանի, բայց հիմա որ ասում ենք մենք Ադրբեջանի հետ կարող ենք նենց անել, որ 9-րդ կետը չվերցնեն, ասում են, չէ, Ռուսաստանին պետք է խնդրենք, որ գա մեզ պաշտպանի, չես հասկանում, հիմա մենք կարող ենք պայքարել, թե ոչ։ Եվ Փաշինյանը մի քանի անգամ վատ իրավիճակի մեջ դրեց Ռուսաստանին, դա չեն կարող չնշել։ Նույն Արցախի հետ կապված որոշ բացահայտումներ արեց իրենց խաղաղապահների, հետո որ ասաց իրենք միջնորդ չեն կարող լինել, անում է, ինչ որ բաներ անում է, իհարկե դանդաղ։ Գիտես, մեկ թե խղճում, թե չգիտեմ, ամեն ձև կարեկցում, ինձ թվում է, որ Նիկոլ Փաշինյանին ամեն ինչ չի որ զեկուցում են, անգամ իր ենթակաները։ Ես մի փոքր շատ եմ խորացել պետական ապարատի հատկապես առնետների վրա, իսկ այդ ապարատում առնետները վխտում են, հավաստիացնում եմ քեզ, վխտում են առնետները, իրավապահ համակարգի մասին։ Ածն Պաշտպանության խոսք չկա։ Ինձ թվում է մեկ-մեկ այս մարդուն սխալ են զեկուցում։ Դա էլ կարա լինի։ Բայց այն որ քայլեր արվում է, իրականում արվում է։ Այդ լավ քայլ կանի, կծափահարենք, կողջունենք, պետքա կաջակցենք։ Քայլ կանի, որը ըստ մեզ այդքան էլ ճիշտ չի, օրինակ արդարադատության բռնաբարումը։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դե բռնաբարել է դա իրականում մի կոպիտ է անցում գուցե, բայց փաստ է էլի, ասենք Նիկոլ Փաշինյանն եկել է 2018 թվականին իշխանության երկրում առաջին հերթին ոչ թե բորձյուր շարելու, ասֆալտ փռելու, մարդկանց մեքենաների, չգիտեմ, ժողովրդական լեզվով ասեմ ռուսերեն է դրա հայերեն, չգիտեմ, ամորտիզատորները շուտ թափելու համար, էլ այդ մարդը եկել է այս երկրում իշխանության, որ արդարություն ու արդարադատություն հաստատի։ Ոչ մի մուկ, ոչ մի ձուկ, քյաբաբար քյաբաբ։ Հակառակ արդարացվեցի, Սերժ Սարգսյան աշխատավարձով ապրում։ Հիմա բողոքարկել է դատախազությունը։ Դե մի 7 տարի կձգվի։ Մի 7 տարի էլ դա կձգվի, մի 7 տարի էլ Սերժին հնարավորություն կտա։ Բայց ինքը ասում է, մենք նույն դասում ենք մնաց, ընդունում է, գոնե ընդունում է։ Գոնե ընդունում է, բայց գիտեք, այդ ընդունել ինձ ոչ մի բան չի տալի։ Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական քաղաքացին, երբ որ դուրս է գալիս իր քաղաքում պատտվելու, կլինի Երևանը, կլինի Վաղարշապատը, կլինի Արտաշատը, կլինի Աբովյանը, կլինի էլ որն ասեմ, Ղափանը, Կապանը, որն ուզում է լինի, մարդիկ եթե դուրս են գալիս շրջելու, այդ տեղական բդեշխների ունեցվածքները ոնց կային, այդպես էլ շարունակում են։ Վարդան Ղուկասյանը, հենց Գյումրիում ռեստորանների ու հյուրանոցների։ Ասենք լավում եք փորձում մոլորեցնել։ Լավ, ինչքան դա էլ ունի սահման, հա, 1 տարի,
2 Հետո տարի, հակառակ 3 տարի, կորոնավիրուս, պատերազմ օգնեց 4 տարի, լավ 5 տարի։ Հետո 7 տարվա իշխանություն ունեք։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության 100%-ն է արդեն պաշտոնավարում, Սերժի եւ Քոչարյանի իշխանությունները առանձին վերցրած 70%-ը ժամանակը սպառել է։ 7 տարվա իշխանություն ունեցող վարչապետը պետք է մի օր ձեռը խփի սեղանի։ Այդ չիստկեն ռուսերեն ասեմ, որովհետեւ այդ չեկիստական հակումներ ունեցող առնետները պետական ապարատի դա կհասկանան։ Այդ չիստկեն պետքա պետական ապարատի իրականացնի։ Թիմը նորմալ ձևավորի գնա առաջ։ Փոխարենը ինչ ունի, եթե չգիտի ասեմ, կոռուպցիոներ նորահայտ համայնքապետեր, խոշորացված համայնքի ղեկավարներ, իրավապահ համակարգում հովանավորչությամբ զբաղվող իրավապահներ, սա ինչա, նոր օլիգարխներ, սա ինչա սերժացման ճանապարհն է, դեպի հանրապետականի ճանապարհը բռնելու այդ ուղին է, ինչ է սա։ Ես անկեղծ Նիկոլ Փաշինյանի ազնվության վրա մի քիչ եմ կասկածում, այսպես ասեմ, բայց մեջս չգիտեմ ինչ որ հավատ կա, որ այս մարդը ուզում է աշխատի, բայց պետական ապարատը դիմադրում է, ժամանակ կար, որ ինքն էլ էր ասում, սաբոտաժ է իր դեմ իրականացվում, հելավ ասես դատարանի շենքերը շրջափակեք դատավորներին, լուսամուտից անգամ չթողեք ներս մտնել։ Այդ համակարգը մաքրելու process-ը կամ կամքի ուժի բացակայությունն է, կամ անվտանգության հետ կապված իր անձնական խնդիրները, որ անդադ օգտվեք սրանից է խոսում, բայց գիտես, եթե դու երկրի ղեկավար ես, դու պիտի գնաս մեթոդների հետ, որ ասես ես պատրաստ եմ զոհաբերվեմ։ Գուցե վախենում ես, մի վախեցիր, ժողովուրդը կկանգնի քո կողքը։ Այո, այդպիսի մի գործիչ կա։ Իրականում առանձին դեպքերում ես նրան նաև հարգում եմ իր տեսակետը, ժամանակի adekvat տեսակետը, հիմա post factum թերթելով Տեր-Պետրոսյանը, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը միշտ այդ մարդուն պակասել է համարձակությունը։ Միշտ սկսած պատերազմ թե խաղաղություն հայտնի հոդվածից հետո իր հրաժարականով, ավարտած մարտի 1-ին ինչ որ մտածածին տնային կալանքով։ Այդ համարձակությունը, պատասխանատվությունը իր ուսերի վրա վերցնելու կամքի ուժը երկրի ղեկավարը պիտի ունենա, եթե քո ասած տարբերակն անձնական անվտանգություն, չգիտեմ ինչից է վախում, թող մի քիչ շրջապատը մեծացնի անվտանգության։ Մենք էլ դաշնակ չենք ելնենք, ասենք, ինչի է վարչապետը 30 հոգու ուղեկցությամբ շրջում։ Չէ, եթե պետքա թող շրջի։ Մի կարևոր նախադասություն է այս թեմայի վրա, բերել եւ եզրակացնենք, այո, իրեն չեն զեկուցել, ես այդպես տեսակետ ունեմ, պատերազմի ընթացքում, հիշում ես, հետո ինքը ազգային ասել, Օնիկ դու ինձ սենց էիր ասել, ու Օնիկ Գասպարյանը չհերքեց։ Դե իրեն իմ կարծիքով ասում էին, այո, մենք կարող ենք առաջ գալ։ Հիշում ես, ինձ ասում էր, ինձ ասեցին հասել ենք մինչև Բաքու, այդպես ձեռքեր առնում եւ Օնիկ Գասպարյանը չհերքեց դա։ Այսինքն, թե ինչ է եղել 20 թվականին, հուսով եմ Անդրանիկ Քոչարյանը դա երբեք չի պարզի, մի օր կպարզվի։ Չէ, Անդրանիկ Քոչարյանն ասում է միջև տարվա վերջ կհրապարակեն։ Հուսով ենք արդեն որերորդ տարին, ինչքան 16 թվականի։ Հա, եւ կհրապարակեն, օրինակ ինչով էր Արտուր Վանեցյանը զբաղված Շուշիում։ Շոշկյուղում։ Ինչով էր, որ ասում էր զապիսներ ունեմ, հիշում եք, մեկը այդպես կար գեներալ, ասում էր զապիսներ ունեմ, տենց էլ ցույց չտվեց այդ զապիսները, այսինքն զեկուցվել է սխալ, եղել է սաբոտաժ, դա եղել է ռուսական կողմի քարոզչությունը, ծախածը, հանձնածը, հիշում ենք։ Դա դեռ պատերազմի օրինակ։ Այո, չեն կռվել։ Կոռուպցիոներ այդ բդեշների դեմ պայքարում ինչքան սուտ կլսնեն Փաշինյանի տակ ու բայց եթե թիմդ կոմպետենտ չի, պիտի փոխես եւ մի կարևոր բան։ Եթե խնդրում եմ արի հանեք։ Լավ, ինքն էլ է ասում։ Հետո ահա որ բացասական են ընդունում, ինքը չէ այդ ԿՊ-յում, որ քննադատում ես։ Նախ քննադատելը նորմալ է։ Լիլիթ։ Հովիկ Աղազարյանին եմ ուզում հիշենք։ Ինչի են բացասական ընդունում։ Արեք ճիշտ հասկանանք, էլի։ Երբ որ Հովիկ Աղազարյանի դեմ էս ողջ արշավը սկսվեց, այդ մարդը կանգնեց բացահայտ, անկեղծ, գնահատում եմ այդ անկեղծությունն, ասեց. «Ժողովուրդ ջան, ես վարչապետին էլ եմ ասել, ես վարկեր ունեմ, պիտի այդ վարկերը փակեմ»։ Հիմա դե կներես էլի падգամավորները, առանձին պաշտոնյաներ, մարդիկ վարկեր ունեն, ծախսեր ունեն փակելու, մարդիկ հույս ունեն, որ պետքա վերարտադրվեն։ Այդ նորմալ է, որ իր թիմում, յուրաքանչյուր քաղաքական թիմում իդեպ դա կա։ Յուրաքանչյուր քաղաքական թիմում
հանած թիմի առաջին, երկրորդ, երրորդ, միջև 5-րդ դեմքերին, դրանից հետո բոլորը Նիկոլ Փաշինյանի 3 միլիոն վարչապետ լինելու այդ բանը թեզը լուրջ են ընդունում։ Բոլորին թվում է, որ իրենց կուսակցությունում անգամ լուրջ դեմքեր են, որոշող են, իրանք ունեն հեղինակություն, իրանք կարող են մենակ գնալ ընտրությունների, իրանք կարան իրանք ընտրացուցակի 7-րդ տեղը չդարձնեն 17-րդ, որովհետև դա ավելի հավանական է, բայց էլի բաց ճակատով գնում տալիս են պատին, ընկնում են, էլի այդ ողջ բեռն ընկնում է առաջի դեմքի վրա, երկրորդ դեմքի վրա կուսակցության ու դե արի կուսակցություն պահի, դե արի հապկից դուրս արի գնա Եվրամիություն, ԵԱՏՄ-ից դուրս արի գնա Եվրամիություն, դե արի արա, չունենալով լծակներ։ Անդիմությունը հենց քննադատելու համար է եւ մենք դա անում ենք մեր երկրի համար եւ եթե մեզ չեն ընդունում դիմացը նրանք են նրանք ասում են սպանենք կախենք պետք է լինի նորմալ քննադատություն ցույց տանք սխալները ասենք առավելությունները եւ իրենց ձեռնտու չեն դրանք ես չեմ ասում մենք ենք ձեռնտու մենք ընդհանրապես ձեռնտու չենք բայց եթե ինքը ուզում է աշխատի մենք ոչ պաշտոն ունենք ես միշտ ասում եմ որ ոչ պաշտոն ունենք, ոչ ժողովրդի լեզվով ասած իրանց հացին ենք, ոչ էլ իրանց ջրին ենք։ Այս երկրի հողն ու ջուրը, այս երկիրը սիրող մարդիկ ենք, որ առանձին դեպքերում, երբ որ գենշտաբը դուրս էր եկել Փաշինյանի դեմ ու ասում է, ես հա զորքերը կմտնեն Երևան, ես այն մարդն եմ եղել, որ ինչքան էլ այդ ժամանակ հակասություններ եմ ունեցել Փաշինյանի, դա ասել եմ ժողովրդս Փաշինյանի հարց չի կարելի։ Իդեպ բոլոր այդպես վտանգավոր իրավիճակներում, երբ որ քաղաքացիական պայմանագրի մի խումբ падգամավորներ մի լիմոնադի շիշ էին ման գալիս եւ այնտեղ պահկվում ներսում ես լինելով իմ անկախ դիրքերից ես այդ ամեն ինչը քննադատել եմ, երբ որ հասկացել եմ, որ այս երկրի գլուխ ուզում են գալ 5-րդ Շարասյան ներկայացուցիչները, Ռուսաստանի հաճախորդները, Պուտինի վկաները, ոտերը լվացող ջուրը խմողները, ես էլ ասել եմ հոп Ստոպ, չի կարելի։ Ինչ թեմա կառաջարկես այլ։ Այլ թեմաներից գուցե խոսենք արտաքին մեր քաղաքականությունը ինչ ուղղությամբ պիտի գնա Եվրամիության հետ կապված դեսը շատ թուրն բռնում կա մարդիկ կարծում են որ Եվրամիության անդամ դառնալը հաջորդ օրը պիտի դառնանք ամեն ինչ լավ կլինի շատ հեշտ է այդ ճանապարհը ինչի Եվրամիությունը մեզ չի հրավիրում ընդդիմությունը միշտ դրա վրա է չէ տեսնում եք մի հատ Եվրամիությունից ձայն չկա ձայն պետք է չլինի կա գործընթաց կա ժամկետներ դու ունես առաջադրանքներ այսպես պարզ խոսենք որ առաջադրանք կատարում ես, այսպես պտիչ կան շատ ներողություն դնում են, անցնում են առաջ։ Այդ սեպա 1, 2 հենց դրա մասին է։ Այլ հարց է, որ իմ վստահությամբ այն քաղաքասարակությունը, որը զբաղվում է դրանով, պիտի հաշվետու լինի։ Այդ մարդիկ պիտի ասեն, մենք որ փուլում ենք, որովհետև որևէ մեկը տեղեկություն չունի, ամեն ինչ փակ է, եւ մի կողմը ասում է մենք պատրաստ չենք, իշխանությունը, մյուս կողմն ասում է պատրաստ ենք, Նիկոլ Փաշինյանը չի գնում։ Պիտի հաշվետու լինեն այդ մարդիկ, որոնք դրանով զբաղվում են, թե ով չի անում իր աշխատանքը իշխանությունները թե Եվրամիությունն է մեզ ասում մի արի։ Ավելի։ Քաղաքասարակությունը գիտեք, ես մի առիթով ասել եմ, հիմա էլ կասեմ, այդ քաղաքասարակության առանձին դեմքերի հենց ճակատին եմ ասել։ Քանի դեռ սեպան ամբողջությամբ իրականացված չէ, քաղաքասարակության այդ դեմքերը իրանց երեխեքին շոկոլադ կան։ Սենց ասել լավ։ Շատ անկեղծ է։ Դա Էտա։ Ուզում ես էտա, չես ուզում էլի բայց էտա։ իրենք մեզ կրակն են գցել, իդեպ, մենք պիտի հասկանանք, չէ, որ փուլում ենք, այս ժողովուրդը չի հասկանում, դա ինչ է նշանակում, եւ դա Ռուսաստանը օգտագործում է։ Հիմա կամ Նիկոլ Փաշինյանն է ստում եւ ոչինչ չի անում, կամ դուք չեք աշխատում, ձեր ասացի պես որ անդադ գրանտ ստանաք, էլի, կամ էլ Եվրամիությունը մեզ ուղղակի հիմարեցնում է։ Երրորդ տարբերակը չեմ հավատում, որտեվ Եվրամիությունը բանաձև ընդունեց Եվրոպական խորհրդարանը, հիշում եք, որ Եվրամիության խորհրդարանը, որ իրենք պատրաստ են Հայաստանի հետ շարունակել մերձեցումը մինչև անդամություն։ Դա գործընթաց է։ Դա ԵՏՄ-ն չի, դեպ շատ բարդ գործընթաց է, որով ուզի մտնի, ով ուզի դուրս գա։ Չէ, մի հատ զանգ արեցին Սերժին, հրավիրեցին նստելու, գնաց Հիմա չեն կարողանում դուրս գանք, մարդիկ երազում են դուրս գան այդտեղից։ Մի կարևոր բան, տնտեսական միության խնդիրը չի, Ռուսաստանը ԵՏՄ-ն օգտագործում է որպես մահակ Հայաստանի վրա, դա ռազմական միջոց է։ Հենց դուրը չի գալիս, բանը փակում է վերին լարսը, պամիդորի մեջ բան է գտնում։ Ցուպիկ է գտնում, ջերմուկը մկնդեղով է, այսինքն սա ուղղակի
տնտեսական առևտրի մասին չի։ Ամեն օր մեզ վախեցնում է, որ կոչնչանակ Մարգարիտա Սիմոնյանը ԵՏՄ-ից դուր գաք, օլիգարխներին են ասեն, որ տարաճանած չեն, հոդված են ամեն օր գրում, որ դուրս մի եկեք ԵՏՄ-ից։ Այսինքն սա Ուժան քաղաքական կոնյակ են արտանում, Լիլիթ ջան, Այո, դե մենակ այդ շուկայում կարող էին իրանք դառնալ միլիարդ հատեր, նորմալ եվրոպական շուկայում կարող էին իրանք Էլի կարող են, ուղղակի մի քիչ պիտի խելքներին զոր տան։ Դե դա արդեն կրթության պետք է գնան, բայց այդ տարիքում դա մի փոքր դժվար է։ Այսինքն իրենց շահերից ելնելով մեզ պահում են այդ համակարգում։ Սա նշանակում է, որ ժողովուրդը պիտի հասկանա դա ինչ ճանապարհ է, ժողովրդին պետք է բացատրել։ Դրա համար այդ ուժերը իդեպ շատ հարգված մարդիկ կան այնտեղ, ես իրենց այդ լավ հարաբերություններ ունեմ անձնական, բայց չեն բացատրում, ժողովուրդն էլ չի հասկանում, ընդդիմությունն էլ օգտվում է այսպես կոչված, ասում տեսնում եք ոչ մի Եվրամիություն էլ չկա, հենա մենք ԵՏՄ-ում լավ ապրում ենք։ Այս կազուսը պիտի վերջացնել, պիտի ժողովրդին բացատրել, դա ինչքան կտևի, ինչ ռիսկեր կարող են լինել։ Ես միշտ այդ երբ որ մենք Եվրաքվեի նախաձեռնությունը սկսեցինք եւ սկսեցինք ստորագրություններ մարդկանցից հավաքել, դե եկել է պահը պիտի ասեմ, էլի ոչ չասեմ։ Դրա համար էլ ժողովուրդը միշտ ինձ ասում է քո լեզվի տակ փուշ չկա։ Անկամ մեր շրջապատում մարդիկ կային, որ սխալ էին մեկնաբանում։ Մեղմ ասած տավտոլոգիայով էին զբաղված, լավ էսպես ասեմ, օրինակ Եվրամիությունը կգա Կազախի Լեռնային Ղարաբաղ։ Եվրամիությունը թույլ չի տա Լեռնային Ղարաբաղի ամբողջական հայաթափումը հայերի վերադարձն այնտեղ կապահովի։ Ուսենց լավ էս մարդ իրականությունից կատարված է։ Քաղաքական առումով ինչա, չես հասկանում, էլի մեր շրջապատում էլ կային, բայց ես միշտ ասել եմ, ժողովուրդ ջան, այս ճանապարհը շատ բարդ է, շատ փշոտ է, շատ ռիսկային է։ Մենք պետք է աշխատենք, ազգովի պետք է աշխատենք։ Սրա այլընտրանքը ԵԱՏՄ-ն է, Պուտինն է, Լուկաշենկոն է, BRICS-ն է, Ծիրանն է, Լոլիկն է, Լարսն է, Սելավն է, ճանապարհի փակվելն է, էդ է։ Ու ամենակարևորը անվտանգային կոմպոնենտը։ Անվտանգային կոմպոնենտը, որ ես միշտ ասել եմ, հիմքում դա է դրվում։ Ադրբեջանը 10 անգամ կչափի, մի անգամ կկտրի, երբ որ Հայաստանը լինի Եվրամիության անդամ կամ անդամության տեխնացու պետություն։ Իսկ Հայաստանը, երբ որ հապկում է, ԵԱՏՄ-ում է, Ադրբեջանը երբ ուզել հարձակվել է, երբ ուզել կրակել է, ու դրա դեմ ոչ մի բան չի արել։ Էդ եմ ասում, մեր շրջապատում անգամ կային մարդիկ, որ սխալ էին բացատրում։ Հիմա էլ իրանց թողե, սա Նախիջևանով կտան գելնեն Քելբաջար, բան, Եվրամիության դրոշը Հեծելազորի վրա կապված Քուրկիկ Ջալալին կապված։ ՆԱՏՕ-ի անդամ, այդ ժողովուրդ։ Դա արժեզրկում է իդեպ այդ գաղափարները։ Իհարկե։ Ասեք, որ դա բարդ ճանապարհ է։ Ասեք, որ տուժվելու է ինչ որ առումով գուցե քաղաքացին։ Եթե իհարկե այդ քաղաքացին մտածում է երկրի, երեխայի, ապագայի մասին։ Եթե քաղաքացին չի մտածում իր ստամոքսի մասին։ Ստամոքսով ապրող չի, իր երկիրը, իր հողու ջուրը սիրում է, այդ մարդը պատրաստ է զրկանքները կրի 90-ականների մութ ու խավարով անցած ժողովրդին եկել ավելի մեծ շուկա մուտք ունենալու համար եւ ավելի որակյալ։ Ավելի որակյալ։ Ովքեր են տուժվում։ Այստեղ էլ պարզ ասեք, ինչի՞ չեք ասում ովքեր են տուժվում։ Օլիգարխները, խոշոր սեփականատերերը, չգիտեմ, բարերար խոշոր սեփականատերերը, ասենց այս շրջանակը գուցե ժամանակավոր տուժի, ինչի ժամանակավոր, որտեղ ֆինանսական մեծ ռեսուրսների է տիրապետում, անգամ եթե իրանց խելքը չի կտրում, նորմալ մասնագետների կարող են ներգրավել։ Իրանց կապիտալները Մոսկվայում են, իրանք տենց ազատ չեն կարող կողմնորոշվել։ Հա, այդպեսիք էլ կան, չէ։ Սա է, մեր շրջապատում էլ են եղել, այնպես չի որ 5-րդ շարասյունը որ դեմ է խոսում, ցեխա շպրտում, հասկանալի է ինչի անում։ Պուտինի վկա են նրանք։ Ռուսուլման են, նոր մի հատ աղանդ է մեր մեջ տարը։ Ռուսուլման են, շատ քիչ են իրանք, բայց կան։ Բան են, շատ գերակտիվ փոքրամասնություն են իրանք մեր հասարակությանը։ Ռաշիզմ։ Նրանք որ այդ ցեխը շպրտում են, հասկանում ենք, բայց որ մեր շրջապատից մարդիկ դուրս են գալիս Նախիջևանով Քելբաջար Քուրկիկ Ջալալին հեծնած Եվրամիության եւ Հայաստանի դրոշներ երկու կողմը կապած ինչ որ օպերացիաներից են խոսում, այստեղ պետք է ասես եղբայր կամ գնա առանձին քո այդ տավտոլոգիան
Ներկայացրա մեր հայրենակիցներին կամ մեր այդ գործ չունես։ Իդեպ Գյումրիում դրա Իսկ համար այդպիսի այդպեսի եղել է։ արդյունք եղավ եւ շատ հեղինակավոր մարդիկ էին մասնակցում, որ կարող էր այդպես չլինել։ Գյումրիի ֆենոմենը մի փոքր այլ է։ Նախ մենք գործ ունենք գյումրեցիների հետ, որոնք ասում եմ, գյումրեցիների երեսին եմ, ասում այնտեղ էլ եմ ասել։ Չես հասկանում, այդ մարդիկ զոն նայող են ընտրում, քաղաքապետ են ընտրում, գաղութ էթալ գալացող լավ տղա, վատ տղա են ընտրում, ինչ են ընտրում։ 19-րդ դարի ընտրություն տեղի ունեցավ Գյումրիում։ Հաճելի 8% ստացա, ֆոկուսներով դարձին քաղաքապետ, եկեք էլ ասենք, այդ հաղթանակը որ Այդ հող դրա մասին էլ քպն մտածի, Դավիթ Արուշանյանը թո մտածի, ասում էր քաղաքական ընտրություն չի Գյումրու ընտրությունը, բա ինչ էր Դավիթ Արուշանյան, կրիմինալի հետ մրցավազք, որ մրցեցիք, վազեցիք, կես ճանապարհից էլ այսպիսի արդյունք ստացաք։ Իրականում էդ էլ է խնդիր, թե սահմանադրության մասին խոսացինք, ընտրական համակարգի մասին խոսացինք, այո, խնդիր է։ Հանուն արդարության ասենք, որ Սարիկ Մինասյանը հավաքել է ձայներ, 17000 քաղաքացի ընտրել է։ Ավելի շատ քան նախորդ։ Ավելի շատ քան նախորդ մնացած այդ ուժերին -1 ուժի, որին ուզում եք մինուս արեք այդտեղից։ Իրականում Մարտուն Գրիգորյանը ամբողջ բեռը վերցրեց իր վրա, բայց սա էլ է սխալ, սա էլ պիտի փոխվի։ Մարդը, որ ստացել է մեծամասնության քվեն մնացածի համեմատ առանձին վերցրած յուրաքանչյուրի հետ համեմատ դի հնարավորություն ստանա քաղաքը կառավարելու։ Էս էլ է քաղաքացիական պայմանագրի խնդիր։ Ինչ են արել, կռեսլոյին նստել են, օրը մերցրել են, բոլոր հարցերի պատասխաններն էլ թողել են մի մարդու վրա, եւ այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Այո, էս դրական նոտ է վերջում։ Ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության իշխանությունները 2026 թվականի ընտրություններին գնալուց առաջ ես սրա մասին էլ եմ ուզում խոսենք, քաղաքական դաշտը առողջացնելու մասով իրանք պետքա անելիք ունեն մինիմում անելիք ունեն։ Եթե Նիկոլ Փաշինյանը կանգնում ու Գյումրու նախընտրական շրջանի օրինակով խոսում է Միշիկից, Ռոբիկից, Սաշիկից, Թալանից, չգիտեմ ինչից, ես ամենայն դեպս չեմ ընդունում դա, չի կարա։ Վերջացրեք այդ քաղաքական դաշտի բևեռացումը։ ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանան, որ այս դաշտը բևեռացրած պահելը առնվազն իրենց քաղաքական գերեզմանոցի ամենակարճ ճանապարհն է։ Ինադ ընկնելու են հայտնի թեզն էլ այստեղ վկա։ Ժողովուրդ, որ ինադ ընկած կգնա նրանց կընտրի։ Նրանց չընտրի, նրանց փողը կընտրի։ Նրանց լրատվամիջոցների սուտ ականջների վրա անընդհատ կաթացվող կընդունի։ Մի խոսքով վտանգավոր իրավիճակի հետ գործ ունենք, ու այստեղ հենց իրանց գործն է, որ ասում ես քաղաքական դաշտի առողջացումը, ասում են, ի՞նչ եք խոսում, ինչ անենք։ Գնացեք Զուգարանակոնքին գլուխ ջարդենք, փրթենք, թափենք, տանենք, փագենք, չէ, եղբայր, մի բևեռացրա։ Նիկոլ Փաշինյանը առավոտից իրիկուն ելնում ասում է, նախկին նախագահների հետ կբանավիճեմ։ Եղբայր, մի բանավիճի։ Նախկին նախագահների սխալները բանակցային process-ում Լեռնային Ղարաբաղի մասով հանրայնացրա։ Բացի այդ փաթեթները, արխիվները բացի ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առաջ դիր։ Մի գնա Քոչարյանի Մեհիդը փռի, Տեր-Պետրոսյանի չգիտեմ ինչը փռի, Սերժին կանչի, sense մի հատ եսի ինչ սարքա ու այդ քաղաքական դաշտը բաժանի այդ ձեր 4-ի մեջ։ Հասկանում ենք, կարող ես։ Վստահաբար Փաշինյանը Մեհիդել կփռի, Պոլին էլ կտա քաղաքական առումով, պատերին էլ կծեփի, չգիտեմ ինչ էլ կանի այդ հարթության վրա, բայց մեզ դա պետք չի։ Մեզ պետք է որ նախկինին տրվի քաղաքական ու իրավական գնահատական։ Նիկոլ Փաշինյանը խոսք է տվել, որ այն կուսակցությունները, որոնք ընտրակեղծիքների են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում, այլևս չեն լինելու քաղաքական դաշտում։ Դա մեկ։ Դա իր խոստումն էր 18 թվականին։ Դրանք բոլորը հիմա քաղաքական դաշտում են։ Երկրորդը մեկը կա Իրանից անընդհատ հերոս են սարքում, դատն է գնում հիմա էլ, դա նոր լիդեր անդիմության առաջացել։ Այն որ մի 100 հոգի մանդատից հրաժարվեց, որ ինքը դառնա Հայաստան դաշնքի։ Ասենք պարզ չի, որ դա ցիրկ է, էլի, այդ տղային դատում են։ Աղարմիր բերետավորին է հարվածել, թե ինչ գիտեմ, էլի, այսինքն անընդհատ Նորայր Նորիկյանը իդեպ այդ մի մասով համաձայն է։ Միշտ լավ բացատրում, ասում է հերիքը այդ տղայից հերոս սարքեք, հերիքը հալածյալ սարքեք, ոնց որ ամեն ինչ անի Նիկոլ Փաշինյանը, թե հատուկ թե ոչ չգիտեմ, դա արդեն ինքը կարող է միայն ասել։ Ես այդպեսի
անուն ազգանունով քաղաքական գործիչ չեմ ճանաչում, Ես դրա բայց համար Ռոբերտ անունը Քոչարյանի որդի եւ չտվեցի։ բավականին տաղանդավոր երգչուհի Սիրուշոյի ամուսին ճանաչում։ Տեսեք խնդիրը որն է, ինքը չի առանձնանում այդ տղայի ամբողջ գործունեության սխալը, հենց անդադ հորս, հայրս, մամաս, պապաս, ինքնուրույնություն չեմ տեսնում լիդերություն, բայց պարոն Փաշինյանը ամեն ինչ անում է դա ստանալու համար, չի ստացվում։ Ուղղակի ցավալի բան է կատարում, էլի ժողովուրդը զզվել է արդեն, հոգնել է, ինչքան կարելի է այդ նույն հիմա իր որդուն բերել, հետո կնոջը այդ տղայի, չի կարելի, չէ՞։ Իհարկե չի կարելի։ Ես դրա մասին եմ խոսում, պետք է այս ամեն ինչ վերջ։ Եվ ինչու է սա վտանգավոր, Հայաստանը այնպիսի տարածաշրջանում է, գոյություն ունի, մեզ ամեն օր վտանգներ են սպառում, մենք լուրջ խնդիրներ ունենք, այն օրը խոսեցինք, տնտեսություն, բանակ, ԱԹՍ-ների արտադրություն, հիմա Իրանում տեսնենք ինչ կլինի, Ուկրաինայում, մենք փոխանակ այս բաները վերլուծենք, Հնդկաստանը մեր դաշնակից, այս ամեն ինչը մեր հետ կապ ունի, որ ասում են ինչ գործ ունենք Հնդկաստանի հետ, հենց դա այդ ճանապարհների պայքարն է, մեկ գոտի մեկ ճանապարհ, դա հյուսիս-հարավ, հենց պատերազմը 20 թվականի, այդ ճանապարհների համար էր Իսրայելը այդտեղ դեր ուներ։ Ես այդ վերլուծությունները չեմ տեսնում, Ամերիկայի հետ ոնց պիտի աշխատենք։ Հիմա Տրամպը հիմա բան ասեց, ուզում եմ Հայաստանի հետ այդ գործընկերությունը անել։ Պետքա կախվել այդ բառից։ Արձագանք չեմ լսել։ Այսօր Ալիևը անդադ Տրամպին ասում է ես տեղ եմ, ստեղ եմ։ Նրանք մեզ բան են ասում, Փաշինյանը արձագանք չի տալիս։ Այսինքն փոխանակ ընկնենք այս բաների հետևից։ Մարդը սպասում է մայիսի 9-ին գնա Պարադի Պուտինի հետ մասնակցի կա, երևի նոր արձագանք էլի։ Հիմա արձագանքի գնա Պուտինի մոտ Տրամպը մոռանա այդ ընթացքում ինչ ասել, Տրամպը տենց մոռացկոտ է։ Դրա համար լուրջ թիմ պիտի հավաքել։ Մեզ մի լսեք, ձեր թիմով գնացեք առաջ, այս երկիրը հանեք այս վիճակից։ Հակառակ պարագայում այսօր Հայաստանը ինքնիշխանության խնդիր է ունենալ։ Այսօր Հայաստանի տակ ամբողջը ռումբ է, ԱԱԾ-ում ճիշտ է, ռումբ է, ոստիկանությունում ռումբ է, ՊՆ-ում ամբողջ գեներալիտետը ում են մաքրել, այդ որ ասում են հրաման չեն կատարել, ում են ձերբակալ, լուրջ ինչ որ մեկին։ Հիմա որ պատերազմ լինի, ասված մի արածը, էլի պիտի ասեք իմ հրամանը չի լսել, որևէ լյուստրացիա չի կատարվել, ոչ դատական համագարկում, որևէ կարգապահական լուրջ պատասխանատվություն դատավորները չեն ենթարկվել, արդարադատության նախարարը ասում է դժգոհ եմ։ Ես կարող եմ նա ինքնամաքրման հնա, ասում է ես հնարավորություն եմ տվել մարդկանց, իրանք իրավիճակին, պայմաններին կհարմարվեն, երևի թե խելքի կգան։ Եսի, օրինակ մի $150,000 կաշառքով ընդունված դատավորին դե արի 10 հատ հնարավորություն տուր։ Մի $10,000 կաշառքի դիմաց դպրոցի տնօրեն ընդունված նախկին հանրապետական տիկնոջը կամ տնօրենին դե արի ասա որ սերունդին պետք է կրթել, առաջին հերթին քաղաքացի դարձնել, նոր բաց թողել հասարակության մեջ։ Դե արի։ Դե հիմա Նիկոլ Փաշինյանը տվել է այդ հնարավորությունը, բարի կամքի դեսպան է իրականում Փաշինյանը, ընդունենք։ Մարդը բարի կամք է դրսևորել, հնարավորություն է տրվել։ Հարստացրեք, ուղղվեք ու ունենք այն ինչ ունենք։ Խայտարակ իրավիճակ է իրականում։ Վտանգավոր, շատ վտանգավոր, այո։ Չէ, ես կարծում եմ պետքա քաղաքական ուժերն ու առողջ շրջանակները adekvat արձագանքեն այս ամեն ինչին։ Գալու է մի օր ես հրապարակային հատիկ անուններն էլ տամ։ Այդ օրն էլ է գալու։ Ով ինչ պրինցիպ է առաջ քաշել, ով ինչի չի միացել, ով ինչ էր անում, որտեղից էր սնվում։ Մի օր գալու այդ էլ անեմ, որովհետև դե կներեք էլի, ես ամբողջ իմ գիտակից կյանքը չեմ դրել, պայքարել, որ բանա Սերժ Սարգսյան մերժվածը վերածվի քաղաքական գործոնի։ Ամբողջ իմ գիտակից կյանքը չեմ դրել, պայքարել, որ Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակն ու Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ կոնկրետ տարածքային ամբողջականության մաս մեղրին խուրդա դարձրածը դառնա քաղաքական գործոն։ Գույք պարտքի դիմաց իրականացրածը։ Չէ, ես սրա համար կռիվ չեմ տվել։ Ու եթե հիմա 2026 թվականից 1 տարի առաջ, շատ քիչ է մնում, 1 տարուց էլ քիչ է մնում, բայց ես ում տեսնում եմ առողջ ուժերից, ասում եմ լավ ժողովուրդ, ուրվա գծվում է 26-ը ձեր աչքերում։ Դուք տեսնում եք ինչ եք անելու։ Չեն տեսնում։ Գյումրի օրինակով կգնան, այս պրոռուսականների եւ
Նիկոլ Փաշինյանի միջև ընտրություն կկազմակերպեն ու աստված գիտի այդ ընտրություններն ինչ ավարտ կունենա։ Դու ինչ է։ Ավելի խայտարակ Ամեն մեկը իր երեսին մի հատ չգիտեմ, պադոշ կպցրած դուրս կգա ու կասի մենք ինչ անենք, մենք եկանք ժողովուրդը չընտրեց։ Հետո դուք ընտրություն առաջարկեցիք ժողովրդին։ Դուք թողել եք այդ ընտրության տեղը ժողովրդին, ժողովուրդն էլ բաներ էլ իր 14-ը իր լավն ու վատը չգիտեր, գնաց ու չընտրեց, հա, այդպես։ Այդպես չի լինում։ Եթե որևէ մեկին թվում է ժողովուրդը չի հասկանում իր շուրջին ինչ է տեղի ունենում, միշտ ասել եմ առանձին վերցրած, գուցե հայ հասարակությունն անկիրթ հասարակություն է։ Բայց հավաքական առումով մեր ժողովուրդը իմաստուն է։ Մեր ժողովուրդն իմաստուն է, այդ ժողովրդին ընտրության շանս ու հնարավորություն տվեք։ Փաշինյանը թող իր մասով իր իշխանական գործիքակազմն ու լծակներն օգտագործի, որ այդ միութենական պետության մասին բառաչողները միջև այսօր ազատ չպատատվեն։ Առողջ ընդդիմությունը քաղաքական ուժերն իրենց մասով։ Ու այս երկրում պետք է այդ քաղաքական մշակույթը փոխվի։ Ընդդիմություն չի նա, ով ավելի բարձր է եւ ավելի բարձրահարկ տեսակի հայոյանքներ է տալիս իշխանությանը։ Ընդդիմությունն էլ իշխանության մաս է։ Իշխանության մաս է երկրում համապետական մասշտաբով, այո։ Ու իշխանությունը աշխատացնողն է։ Որտեղ կան իշխանությունը լավ կային, ինչ է կաշկանդվում, ասեք ապրեք։ Գոտեպնդեք, դուխ տվեք, թող էթան առաջ, դուխ շատ են սիրում։ Որտեղ որ սայթակում են, ասեք, եղբայր սայթակում ես, չի կարելի այսպես։ Առողջ քննադատություն իրականացրեք։ Իշխանությունն էլ դեպի հերիք է մուկն ու կատու խաղը։ Բարի բուն իմաստով մուկն ու կատու։ Կատուն, որ մկանը բռնում է կամ առնետին, ի՞նչ է անում։ Ասես վերցնում, տալի, հանում վերև, իջացնում ներքև, հանում վեր, այնքան միջև այդ մուկը սատկի։ Վերջում էլ ուտում է իրականում։ Հիմա այդ նույն իրավիճակն է։ 7 տարի շարունակ մուկը հելնում վերև, ընկնում ներքև։ Մուկը քաղաքական իմաստով եւ ավելի պատկերավոր նկարագրելու համար։ Հանում վերև, տալի գետին, հանում վերև, տալի գետին։ Հիմա մի հատ իրավիճակ է ստեղծվել, որ այս մուկը դրսից, քաղաքական իմաստով մուկը դրսից օժանդակություն է ստանում, վիտամին է ստանում, դոպինգ է ստանում, ցողունային բջիջներ է ստանում։ Երիտասարդանում։ Սա չի կարելի։ Հետո մեծ գումարների են տիրապետում այդ ուժերին, չենք ասում հետ բերեք այդ գումարները, ու պոպուլիզմից ելնելով չենք ասում, թող Քոչարյանը գնաց տեղից, թող այդ գումարները հետ բերի, քաղբանտարկել մի դարսեք, եթե չեք կարողանում օրինական ձևով նստեցնեք իր տեղում, այդ գումարները թող հետ բերի, որ գումար չբաժանես, աղքատ երկիր է, Մոլդովայի օրինակը, հիմա այնտեղ ընտրություններ են լինելու։ Ինչ գումար։ Դե լավ էլի Քոչարյանն ասում է։ Իրենք էլ են ասում բաժանում է։ Իմ տղեն Լևոն Քոչարյանը հաջողակ բիզնեսմեն է։ Լավ էլի։ Մարդիկ բիզնես են անում։ Իա խելքի շնորհիվ։ Այո, իրանք բիզնես են անում, իրանք այդ բիզնեսով են հարստացել։ Չի մասին է խոսքը, ով է ասում, որ 90-ականներին սվիտերը ծակ ա եղել կամ կոշիկը տակացու չի ունեցել, իսկ ով այդ ասում։ Չի մասին է խոսքը։ Իհարկե, ու հիմա էլ այդ գումարներով կբարեգործություն կանեն, հետաքրքիր արցախցիներին չեն երբեք չեն օգնում, չնայած Արցախի համար տանջվում են, բայց չենք լսել մի օր Ռոբերտ Քոչարյանը մի դլումաներ դնի նույն արցախցիների հարցերի հետ։ Այս արցախցիներ կան այստեղ օլիգարխ, որ կարող են մի րոպեում լուծել արցախահայերի խնդիրները։ Դա մեկ այլ խնդիր, հիմա Վազգեն Սարգսյանի Շուշիում արձանի եւ այդ արձանի հետ տեղի ունեցածի հետ են այսպես կուրծքծեցում, այ Վազգեն Սարգսյանի արձան։ Մեկը չկա Քոչարյանին ասի, եղբայր, բա քո հոր գերեզմանը։ Լավ Վազգեն Սարգսյանին արձան է։ Բա քո հոր գերեզմանը, որ թողել ես Լեռնային Ղարաբաղում ու եկել ես Երևանում կոնգրես հյուրանոցեսի ու Ամերիկայի քաղաքացի ես թորներով։ Հա, թորներով էլ Ամերիկայի քաղաքացի ես։ Տարօրինակ բան։ Ասենք տարօրինակ է, իրականում տարօրինակ է եւ այդ արցախցիների մասով ես միշտ ասել եմ։ Շատ կոշտ է իմ դիրքորոշումը ռազմաքաղաքականների հետ կապված։ Ես դրանց ասում եմ, Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներն էլ են Եռաբելուրում պարկած մեր տղերքի ծանողներն ու հարազատներն էլ պետք է ականջներից թղթով բռնած բերեն պատասխանատվության դաշտ։ Ռազմաքաղաքականների։ Բայց Լեռնային Ղարաբաղի են մեր խեղճ ու կրակ քաղաքացիները, մեր քույրերն ու եղբայրները, որ իրոք կյանքից դաժան հարված են ստացել։ Պետք է այդ հարցերն ուղղեն։ Նույն Քոչարյանին, նույն Սերժին։
Դե սակավամարտությունը օպերայում դա է վկայում, Արցախները չեն վստահում այդ վրան տեղադրողներին։ Դուք տեսել եք, ես ամեն օր քայլում եմ, այդտեղ մարդ չեմ տեսել։ Այսինքն արցախցիներն գիտեն իրենք ովքեր են, ուր է այդ բազմահազարանոց ցույցը, որ ասում եք պիտի անեք։ Վրանա ու ոչ մեկ։ Վրանա եւ այդ վրանում նյութվող դավեր, Էլի դաշնակներն են, բաժանվող փոկվող փողի ռեզիններ, ռուբլիներ, դա։ Ամեն դեպքում ես կարծում եմ, որ մարդիկ, այստեղ եմ ասում, իզուր չի որ ասում, հավաքական առումով մարդիկ իմաստուն են։ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները դա ապացուցում են, որ հավաքական առումով իրանք իմաստուն նույն են։ Ռուբեն Վարդանյանի աջակցության համար որ պետք է դուրս գան, մարդիկ չեն դուրս գալիս։ Ես ցավում եմ այդ անձի Ինչի համար, համար։ որ աջակցենք, այնտեղ տանջվում Ինչի են, աջակցենք։ հալածում են Ռուբեն Վարդանյանի ազատության համար Գևորգ փողոց դուրս Սուրջյանին գան։ չեն տանջում, չեն հալածում։ Բայց էլի արցախցիները դուրս չեն գալիս, որտեվ հասկանում են ինչ արեց Ռուբեն Ներողություն, մեկը այդ Վարդանյանը։ հարցը տվել է Ռուբեն Վարդանյանին, եղբայր դու այդ ոնց եկար այստեղ։ Այդ ռուսական անձնագիրը ոնց Ոնց պատրեցի։ BBC-ում ռուսներին պաշտպանում էր Ոնց բլոկադայի ժամանակ։ պաշտպանեցիր։ Առհասարակ սահմանադրությունը Արցախի ոնց ոտնահարեցիր, որտեղ պետնախարար նշանակվելուց նրա վրա առանձին լիազորություններ դրվեց ոտնահարելով Արցախի սահմանադրությունը։ Ինչու՞ միջև հիմա գնահատական չես տվել, լավ, այսքանից հետո ռուսների այնտեղ գործունեությանը։ Մարդիկ կան Լիլիթ, որ ասում են, դե գիտեք, դեմքի լուրջ արտահայտությամբ են իդեպ սա անում, ասում են, գիտեք, Ռուբեն Վարդանյանը Բաքվից ուղերձ աղալ, Ալիևն էլ չգիտեր։ Ռուբեն Վարդանյանը պատրաստվում է եւ Ռուբեն Վարդանյանը Բաքվից Երևան գալով այստեղ քաղաքական process-ների մասնակից է լինելու։ Դուք լուրջ եք ասում։ Ինձ թվում է դա արդեն այդ փուչիկը պայթ է։ Դե ներողություն, այդ փուչիկը կպայթի, չի պայթի, Բաքվից նրան այստեղ կուղարկեն, չեն ուղարկի, Պուտինը գզանգի կբարեխոսի թե ինչ կլինի։ Իմ համար այստեղ էլ ոնց որ ասում են անկախությունը ոտնահարողները իմ համար ազգային անձնական ճշնամիները ներողություն Բաքվի բանտում նստած առնվազն մի 5 տարի պետք է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խոշորացուցի տակ քնելը, արթնանալը, զուգարան գնալը վերահսկվի։ Էն էլ ով կարող է տենց ազատ նամակներ դերի խոսի։ Բաքվում գնանք նստենք, կան Երևանում Հայաստանի Հանրապետությունում այդպես քաղաքական process-ների մեջ մասնակցություն ունենան ու հայտ ներկայացնեն ու մարդիկ սա լուրջ են ընդունում։ Հիմա եմ այդ հարցը մարդկայնորեն մենք իր բացասական որևէ մեկը չի բայց պիտի գա եւ յուրաքանչյուր հարցերի հայ մարդ, որ այսօր Բաքվում է, սաղի սիրտն էլ ճմլվում է։ Այո։ Որևէ մեկը դրանից լավ չի։ Մենք շատ հարցեր ով ուզում է լինի, անգամ Հայաստանի համար Թաթարստանի կարգավիճակ երազողը։ Ով ուզում է լինի, եթե նա հայ է ու Ալիևի ձեռքի տակ այդ բանտում է, դաժան պայմաններում թշնամու ձեռքի տակ ներողություն այդ մարդը պետք է ամեն ինչ անենք որ օր առաջ գա Հայաստանի Հանրապետություն եւ ազատվի։ Եվ հարցերի պատասխանի թե ինչ եղավ։ Այո, դրանից հետո արդեն պետք է հարցեր տանք, այդ ոնց եղավ։ Այդ ոնց եղավ որ Շահրամանյանը այտենց Կամո Աղաջանյանի հետ, եթե չեմ սխալվում, ուղաթիռով հասավ Սիսիան, իսկ ասենք Ռուբեն Վարդանյանը, Բակո Սահակյանը, բան այդպես։ Չէ, հետո մի քանի տարի առաջ վիդեոն կա, նա ասում է Ղարաբաղը Ադրբեջանի մասը։ Ղարաբաղը Ադրբեջանի մասը։ Կամ հետո վեր ձեզ արգելում Սոֆիայում գնալ բանակցությունների, Բրատիսլավայում գնալ բանակցությունների։ Ով էր ձեզ առհասարակ արգելում Ադրբեջանի հետ աղդամի ճանապարհի վրա բետոնի արգելապատնեշներ դնել եւ իրավիճակը չլիցքաթափվել։ Հետո Ռուսաստանին զանգեցին, ասիկ ոչինչ, բացեք ճանապարհը, հակացնասկի էլ վերցնել։ Հետո հրաժարվեցի քաղաքացիություն, զուգադիպեց նոր եկակ Ռուսաստանի, որ հետո չասել։ Բազմաթիվ են հարցեր, ու եթե մարդիկ պնդում են, որ Ռուբեն Վարդանյանը կամ նրա նման որևէ մեկը, որ Բաքվում նստել է, հնարավորություն կունենա եւ կարա այստեղ քաղաքական process-ների մասնակցի կներեք, ես այստեղ դեմ եմ։ Ու այլ եմ ասում, ազգային անվտանգության ամեն վարկյանյա հսկողության տակ պիտի լինի այդ մարդը, որովհետև ի վերջո թշնամու բանտում նստել է։ Ու չգիտես այդ մարդը ինչ պայմաններում է ազատվել, ոնց էր այդ ուղերձը հղում, այդ ուղերձը հղելու դիմաց ինչ էր ասում կամ չասում։ Տեսեք չեմ պնդում։ Այն որ Զախարովան իր մասին անգստանում է, արդեն վտանգավոր է, սա հումոր չի։ Ինչի մենակ իր մասին։ Դե Թաթարստանի կարգավիճակ էր երազում մարդը Երևանում, չանհանգստանա ինչ անի։ Մանավանդ Վլադիմիր Պուտինը հաստատ կարող է Ալիևին խնդրի, որ բաց թողնի։ Այո։ Ինչի՞ չի անում, չգիտեմ։ Եթե թեմաներ չկան,
ես առաջարկում Թեմանը եմ շատ կան, Թեմաները իմ շատ կան, ես կարծիքով կարծում եմ հետ այսու հնարավորություն կունենանք այսպիսի ֆորմատով մեր հայրենակիցների հետ Սիրով։ շփվելու, տեսնենք թե ինչ արձագանք կստանա, իրականում մենք մարդիկ ենք դաշտում, որ քաղաքական կատուր մեր գլխին վստահաբար չկա։ Այդ կատուր հասկացողությունը, ոչ կատուր կա, ոչ էլ եմ ասում, մեկի հացով կամ ջրով ենք։ Միշտ տարիներ շարունակ խոսացել ենք, առանձին դեպքերում պաշտպանել ենք իշխանությանը, առանձին դեպքերում քացուտակ ենք առել իշխանությանը, էս էլ թող ֆիքսեն։ Շարունակելու ենք այս նույն ոգով, որովհետև այս երկիրը սիրում ենք, այս հող ու ջուրը սիրում ենք, որովհետև այս երկիրն ուզում ենք տեսնենք անկախ, ոչ թե գուբերնիայի կազմում, չգիտեմ, գուբերնիայի կարգավիճակով, Թաթարստանի կարգավիճակով, ես շատ գիտեմ այնտեղ միութենական Բելարուսի կարգավիճակով, Լուկաշենկոյի բեղերով, չէ, մենք այս երկիրն ուզում ենք տեսնենք անկախ։ Այս երկրի անկախության համար ի վերջո հազարավոր տղեկ են իրանց կյանքը զոհասեղանին դրել։ Ու եթե այդ օտարերկրյա հատուկ ծառայությունների բաշի բոզուկներին թվում է, դից հանգիստ կարան այդ տղեկի արունը դնեն մի կողմ ու այս երկիրը տանեն դարձնեն գուբերնիա եւ ծայրագավառ, իրանք չարաչար սխալվում են։ Ու այս ուղղությամբ մեր զրույցները, քննարկումները նաեւ պետքա լինի սթափեցնող իշխանության համար, սթափեցնող առողջ ընդդիմության համար, ինչու ոչ նաեւ կապող ուղղակ հանդիսանա այս ուժերին։ Թե իշխանություն, թե ընդդիմություն, հատկապես ընդդիմության մասով եմ ես ուզում կենտրոնացել եմ ընդդիմության վրա, ինչու ոչ նաեւ կապող օղակ լինի, սթափեցնող ազդակ լինի այդ ուժերի համար, որպեսզի կարողանան Հայաստանի Հանրապետության քաղաքացուն այլընտրանք առաջարկել։ Տվեք այլընտրանք ժողովրդին, ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին էլ կդարձնի ընդդիմություն։ Սերժին Քոչարյանին փաթեթով էլ կուղարկի Արմավիր քրեակատարողական կամ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Մենակ տվեք այդ այլընտրանքը։ Հստակ, կոնկրետ ծրագրով, կոնկրետ դեմքերով, մաքուր, անաչառ չմղտրված ժողովրդի լեզվով ասած տվեք ու տեսեք ժողովրդը ինչ կանի։ Մենք հիմա այնպիսի ժամանակաշրջանում ենք ապրում, ինձ թվում է, որ երբևէ չի եղել Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական զարգացումների գիծակետում։ Իհարկե մարտահրավերներ կան, բայց դրանք նոր հնարավորություններ են ստեղծում եւ արտաքին հարաբերություններում հատկապես շեշտադրումները կարեւոր են, որովհետեւ դրանք անմիջական ազդեցություն են ունենում մեր վրա։ Այսինքն մենք այսօր ունենք հնարավորություններ, որոնցից պիտի օգտվենք, որոնք գուցե 1000 տարին մեկ ենք մենք ունենում։ Իհարկե շատ զգույշ, շատ ճկուն, ընդհանրապես մեր քարը ծանր է, կամ ասում են շատ նեղություն Նիկոլական, կամ էլ հենց Փաշինյանին քննադատում ենք, ասում են Սերժական, Քոչա, այսինքն հայ ժողովուրդը պիտի հասկանա, մեծամասնությունը հասկանում է իդեպ այդ կլիշեները դնում է մի կողմ, որ անընդհատ քննադատել, որտեվ անունը Փաշինյան է կամ Քոչարյանը, դա մեր գործը չի։ Մենք խոսում ենք իր արածի մասին։ Այնպես չի Քոչյանը որ լավ բան աներ, հենց հիմա էլ կասենք, այսքանից հետո որ կանգնի ասի սխալ եմ արել, Ղարաբաղը Ռուսաստանը հանձնեց, էդ էլ իմ հայրենիքն է, բոլորս ծափարենք, կասենք ոչինչ։ Ուղղվել է մարդը, մարդիկ սխալական Չէ, են։ գոնե ներեգություն խնդրի։ Իհարկե, գոնե օրինակ Սերժ Սարգսյանը ունի տենց բաներ լիրիկական, չէ, սխալվել եմ, իհարկե չի հավատում ինքը, բայց Քոչարյանի այդ պահվածքը հենց իր դեմ է աշխատում։ Այսինքն, երբ որ լավ բան լինի, ավարտելով ասեմ, մենք դրա մասին խոսում ենք, բայց այն, որ այսպես անհնար է շարունակել եւ ես զգում եմ, որ այն որ ասում է երրում է կացան ու պիտի պայթի։ Այդ իրավիճակն է։ Կարող է մի օր զարթնենք նոյեմբերի 9-ի օրն էլ նորից գա, նորից այդ ուժերը փորձեն հեղաշրջում անել, Ադրբեջանը հրվի Ռուսաստանի կողմից, այսօր ոչ մեկ չգիտի Տրամպը ինչ կանի։ Բայց այն որ մենք ժամանակ ենք կորցնում եւ այս 7 տարին, լավ 6 տարին պիտի օգտագործեինք ամեն րոպեն, երբ որ Բայդենի քաղաքականությունը մեզ հետ կոնկրետ էր, ավելի խորացնեինք հարաբերությունները, ավելի մերձենայինք, զենքեր արագ գնենք, զենքեր արտադրենք, մենք այդ ժամանակը կորցրել ենք։ Հիմա պիտի ամեն օր օգտագործենք ճիշտ, որովհետեւ շատ ճիշտ է, մենք այստեղ ենք ապրում, մեր երեխաները այստեղ են ծնվում, մենք օֆշորներում գույքեր չունենք, արևմուտքում միլիոններ չունենք, չնայած ռուսամետ ենք, KGB-ից էլ չենք ղեկավարվում եւ ընդհանրապես պետք չի մեծամտանալ եւ երբ որ քննադատություն ես լսում, չասել մենք 100% մանդատ ունենք, դա Փաշինյանը իդեպ չի ասում։ 100% մանդատը մի կողմ։ Մեր ժողովուրդն էլ մեղավորություն ունի։ 18-ին երբ որ Փաշինյանն եկավ վարչապետ, ես հենց մի քանի օր հետո ասել եմ, ես դառնալու եմ քո քննադատը։ Ինչ էր ասում մեր ժողովուրդը։ Այն թողեք մեր վարչապետն աշխատի։ Թողեք մեր վարչապետը գիտի։ Ժողովուրդ տեսակ ինչ եղավ։
Բայց վարչապետն էլ ասում որ չի կարողանում ճիշտ աշխատել։ Արդեն Հա, ինքն էլ ընդունում է, ասում, դա ընդունում է, դրական է։ ընդունում է։ Դա դրական է, ինչու ոչ, թող ականջալուր լինի, ինքն էլ թող ականջալուր լինի։ Մենք էլ մեր զրույցները ամեն ինչ կարծում եմ մեր հայրենակիցները նաև կանեն, որ այս եթերը հենց իրեն հասնի, ուստի հորդորում եմ կիսվել այս հաղորդաշարով, այս մեր զրույցով եւ ըստ ժողովրդի արձագանքի մենք նաև կարող ենք սա շարունակել եւ շարունակական դարձնել, ժողովրդի մահակը դառնալ թե իշխանության, թե ընդդիմության գլխին ճիշտ հարվածելու համար։ Մեկ-մեկ պետք է այդ հարվածներն էլ ապետ, իհարկե թող ուղիղ իմաստով չընդունեն, քաղաքական իմաստով, այո, այդ մահակը պետք է միշտ թե իշխանության ծործորակին լինի, թե ընդդիմության, որ դրանից շտուժի երկիրն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Սիրով, շնորհակալ եմ եթերի համար։